Դատականություն շարունակում է թիվ լեզեր ժողովեցությունը 25 գործը, որը վերաբերում քրեական հայցին ու մեղադրանքերի Գերմանիայի կողմից ներկայացված է Ջանի Հովհաննիսյանի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 54 հոդվածի առաջին մասով։ Դատական նիստի կարգով զեկուցել ովքեր են ներկայացել դատական նիստ։ Դատական նիստի ներկայացել է Տուժող Էրիկ Եղիմյանը, ներկայացել է Տուժողի ներկայացուցիչ պարոն Մաթևոսյանը, Մեղադար Գայանի Հովհաննիսյանը եւ վերջինիս պաշտպան պարոն Նիկոյանը։ Դատան արդեն իսկ քննական առարկա դարձել է եւ պարոն Մաթևոսյանը որպես Տուժողի միազգում ներկայացուցիչներ ջրավերել բարոյթին, նախորդ դատական նիստի Տեստացություն ստացանու պարունակման է ներկայացնել Մեղադար Շահի պաշտպանությունը և արդյունքով նաև ժամանակահատելու համար ծանոթանալու նպատակով նիստի հետաձգեց պարունակման, ներկայումս կանոնի պարզ է կարող ժամանակել դատական նիստը, շատ լավ։ Կողմերն իրավապաշտպանությունները դատանը պարզաբանել են, նաև համապատասխան հուշարձաններ ուղարկվել, նաև արձանագրեն, որ և Տուժող կողմը և Մեղադյալը ունեն համապատասխան ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության Հանրապետության Միացյալների կողմից տրամադրված պաշտպաններ, ուստի նման պայմաններում դատարանը հասնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 454-րդ հոդվածով նշված հարցերի քննարկմանը, որ նաև արձանագրված է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածով նշված հարցերը սերտականությամբ քննարկելուն։ Մենք հանգամանք Մեղադար կանենք դեռևս թարգմանության ուղարկված փաստաթղթերը չեն ստացվել, բայց դուք տեղեկացրեք դատարանին, որ բանավոր տիրապետում եք հայերեն լեզվին եւ որոցե խնդիր այդ կապակցությամբ չեք տեսնում։ Որ բանից սկսած պարունական, որ տրամադրվի դատարանի թարգմանչական ծառայությունից ուղարկվի նաեւ պաշտպանության կողմից թարգմանված փաստաթղթերը։ Դատարանը այսպես ասում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածով նշված հարցերի քննարկմանը, դատական նիստը նախագահում է Լոռու մարզի առաջին այցանի ընդհանուր այցան դատարանի դատավոր Արմեն Շիրյանը, քարտուղարում է Նայիրեթ Չոբանյանը, Տուժող կողմի լիազոր ներկայացուցիչ է ներկայացված պարոն Մաթևոսյանը, իսկ Մեղադարի Շահերի պաշտպանությունը ստանալու նպատակով հանրային պաշտպանի նշանակված պարոն Նիկոյանը։ Դատական նիստի նախագահ դատավորն ինքնաբացակայել հիմքեր թվարկված են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ դատական օրենսգրքի սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածներով սահմանված կարգով դատական նիստերի կարգավորման բացակայել հիմքեր թվարկված են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով Բարդին պաշտպանի մասնակցությունը կամ Տուժողի լիազոր ներկայացուցիչ մասնակցությունը բացառող հանգամանքներ թվարկված են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով։ Դատական նիստի նախագահ դատավորը ինքնաբացակի հիմքեր չի տեսնում, կողմերն ունեն ինքնաբացակի կամ բացակի ոչ չկա։ Տուժող կողմը պաշտպանի բարոյթի մասնակցությունը բացառող հանգամանքների ոչ չկա մուշկերին։ Լիազոր ներկայացուցիչ կապված պարոն Նիկոյան չկա։ Դատարանը հասարակում է, որ ինքնաբացակի միջնորդությունը չներկայացվեցին, որպես այդպիսին առկա չեն հիմքերը։ Ուստի դատարանն ասում է մյուս հարցի քննարկմանը, որը վերաբերում է բարոյթի դատությանը։ Բարոյթը այլ դատության փոխանցելու հիմքեր տեսնում են կողմերը, թե ոչ։ Ոչ, Տուժող կողմը, քանի որ ենթադրյալ անձանքը կատարվել է Լոռու մարզի ընդհանուր խոսության դատարանի տարածքում, հետևաբար գործը անդրադարձ են դատարանում։ Պարզ է եղել է, դատարանը արձանագրել է, որ գործընթացի Լոռու մարզի առաջին այցանի ընդհանուր իրավասության դատարանին հաջորդ հարցը դա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածով նշված քրեական գործով վարկ կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցն է, սյունփունում նման հիմքեր տեսնում են կողմերը, թե չկա։ Դատարանը արձանագրեց այդ հանգամանքը եւ հաջորդիվ ասելու է Մեղադարի նկատմամբ հնարավոր կիրառվելի խափան միջոցի անհրաժեշտությանը։ Դատարանը ասում է կողմերի դիրքորոշումը, քանի որ հայցը ներկայացվել է որպես այսպես Տուժող կողմից, հետևաբար Երևանը դասում են ձեզ։ Անհրաժեշտություն տեսնում եք խափանման միջոց կիրառվելու Մեղադարի նկատմամբ, թե ոչ։ Իհարկե տեսնում ենք, հարգելի դատարան, քանի որ գրեթե բոլոր քրեական վարույթներով Մեղադարի նկատմամբ կիրառվում է խափանման միջոց, այդ թվում նաև ամենամեղմ խափանման միջոցը ստորագրություն բացակայելու արգելքը, քանի որ իմ կողմից դատարանին իմ քրեական հայցիկից դատարանին ներկայացված տեսանյութով փաստում է, որ առկա է հիմնավոր կասկած, որ մեղադրյալ
Գայանե Հովհաննիսյանը առնչություն ունի իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործության կատարման հետ, այսինքն տեսանյութով է հենց փաստում հիմնավոր կասկածի արտահայտության փաստը, հետևաբար գտնում եմ, որ մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանի կողմից հնարավոր նոր հանցանքը կանխելու, ինչպես նաև վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետությունից ելքը բացառելու նպատակով դատարանի միջնորդում են հիմնավոր կասկածի արտահայտության հիմքով հենց միջնորդում են դատարանին մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանի նկատմամբ իրարու խափանման միջոց, ամենամեծ խափանման միջոցը քրեական դատավարություններով նախատեսված շփոթվածային վարքեր եւ դատարանի որոշումը անհապաղ ուղարկել քրեական ոստիկանություն եւ ազգանավտանգության ծառայություն, որպեսզի սեփ համակարգի միջոցով նրա ելքը սահմանափակվի Հայաստանի Հանրապետությունից մինչև սույն գործով կայացվելիք դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Այսինքն խափանման միջոցը պահպանել մինչև կայացվելիք դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Պարզ է, նստեք։ Պարոն Մաթևոսյան, Այն պաշտպանյալի կողմից երկու հիմք նշվեց, այսինքն նոր հանցանք կատարելու եւ փախուստի դեպքում ինքը, սակայն ես կարողացեմ իր պարտականությունները չկատարելու մտավախությունը, որի որ գործի այլ մասնակիցների նկատմամբ, քանի որ տեսանյութում այլ անձինք են երևում, այնտեղ հնարավոր է դրանք կանչվեն եւ հարձակվեն, հնարավոր է նրանց վրա որոշակի ազդեցություն գործադրի, հետեւաբար գտնում եմ, որ նաեւ քննությանը խոչընդոտելու մտավախություն արկա է նաեւ այդ խափանման միջոց կիրառելու։ նստեք, պարոն Մաթևոսյան, Դատարան գտնում է, որ անհրաժեշտությունը բացական խափանման միջոց ընտրելուց դեպության տևական ժամանակ քրեական հայց գտնում է դատարանում այս գործի ձևայրում գտնվում պաշտպանյալից կողմից որից է փաստ չկա, բանտիչ նոր արարքի մասին է խոսքը կամ չգիտեմ փախուստ դիմելու պատշաճ ներկայացրած դատականիստերին իսկ որ նոր կատարել արարքի դատան նա ինչ-որ դատավարության տեղեկանքների փաստ կա չէ նյութերում որ հնարավորություն կտա օրինակի համար անձը նախկինում կատարել ինչ-որ հանցանք է դատապարտված եղել նոր հանցանք կապված խոչընդոտելու հետ է կապված արարքի դատան որից է ուղղակի զուտ ենթադրություններ ա դրանք որ ինչ-որ խոչընդոտ է փախուստի կդիմի այսինքն եթե նույնիսկ հիմա եթե ունի մեղադրյալի կարգավիճակ ու դա պարտադիր պայման չի, եթե հենց ունի մեղադրյալի կարգավիճակ, պետք է պարտադիր խափանման միջոցը տրվի, թեկուզ ամենանվազը գտնում եմ, որ անհրաժեշտությունը բացակայել է։ Վերադառնալով նախ երկու բառով ներկայացրեք դուք մշտապես Հայաստանի Հանրապետությունում եք լինում, դուրսը բարեկամներ, հարազատներ ունեք, գնալ գալ եւ այլն, որովհետեւ նա դատարանի համար Իհարկե, ես բարեկներ ունեմ արտասահմանում, գնում եմ գալիս եմ ունեմ ծնողներ այստեղ ինքս կես ժամանակ ստեղ եմ ապրում, կես ժամանակ լինում եմ արտասահմանում։ Հետներ հարգելից կոչալով պարոն Երինյանին մենք հարևաններ ենք այսպես։ Ես գնում եմ գալիս եմ, իհարկե, ես ծնողներ ունեմ մեծ, ես համատեղ եմ ապրում հաստատ։ Որ ինչ հաճախականությամբ եք դուք բացակայում Հայաստանից եւ ուր եք գնում։ Արտասահման եմ գնում, Հունաստան եմ գնում, ուսումնեղ տուն ունեմ, ընտանիք ունեմ, բալիկներս եմ տեղ են, ծնողներս ստեղ են, միապես տեղ եմ գալիս եմ գնում եմ։ Պարզ է։ Բայց նույնիսկ չի, որ ես փախուստի դեմ եմ վախեն, ես ոչ մարդ եմ սպանել, ոչ Խնդրում եմ, ես կինը չեմ, այդ մարդը չեմ, ես բոլորը ճանաչում ենք, կարող են մարդիկ հարցնել, իմանալ, ես իմ կատեգորիան ուղղակի, ինքը, ասենք, տանը նստած մարդը ինքը գա, դիմի ու սկսի սենց հասցնի։ Դա պարզ է։ Տիկին Հովհաննիսյան, պարզ է ձեր դիրքորոշումը, նստեք դատանը քննության առնելով հայրենական հնարավոր կիրառել խափանման հարցը, Նաև դեսել կողմի դիրքորոշումը արձանագրում է, որ մասնավորապես պաշտպանության կողմի ներկայացրած տեղեկատվությամբ տեղանից ստացվեցին առայն, որ մեղադրյալը Հայաստանի Հանրապետությունից դուրս ունի ամուսնությանական կապեր, այնպես բացվեց, որ երեխաներն են գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, հետևաբար առկա պայմաններում թեև բացակայելու արգելք խափանման միջոցը հենց վերաբերում է դրան, որտեսի միջգործի քննության ավարտը անձը չնկի Հայաստանի Հանրապետության սահմանը եւ հնարավոր լինի ապահովել պատշաճ կերպով վերջինս ներկայացում դատական նիստում եւ նաեւ ողջամիտ ժամկետներով իրականացնել քննությունը։ Ակադեմիաների դատարանի բավարար ինքնատայից ենթադրելով, որ առկա է խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը, հետեւաբար դատարանը որոշում է կիրառել
խափանամիջոց բացակայելու արգելքը եւ համապատասխան տեղեկատվություն ուղարկել իրավասու մարմին։ Միաժամանակ դատարան է պարզաբանել, որ սերժանպետներում գործունեությունը կիրականացնի եւ ի վերջո նաեւ Իշխոր Երեմյանը իր միջոցով փաստեց համապատասխան դատական ակտով նաեւ կանդառնա այդ խափանամիջոցի հարցը։ Հաջորդ հարցը, որ քննարկման առարկա պետք է դառնա սույն համատեքստում, դա գույքային հայց հարուցված լինելու դեպքում նաև գույքային պատասխանով ճանաչելու հանգամանքն է։ Երեմյան, տեղի ունեցած արգի հետևանքով դժողը դուք եք գույքային հայց ներկայացնում եք, նույնպես վնաս կրել եք։ Հարգելի դատարան, որ մեղադար կայանավորության ենթադրյալ հանցավորությունների արդյունքում ինչ կոնկրետ գույքային վնաս չի պատճառվել, այլ ստեղծան հոգեկան ներգործություն է կատարվելու նկատմամբ, հետևաբար անհրաժեշտություն չկա գույքային հայց հարուցելու, նաև ցանկանալ հստակեցնենք մեղադարի նկատմամբ խափանման միջոց կիրառելու ձեր որոշումը դուք առանցին դատական ակտի տեսքով շարադրելու եք, թե արձանագրային որոշում կայացվեց։ Առանցին դատական փաստաթղթով պետք է կազմել եւ ուղարկել նաև կողմերին։ Նաև իրավասու մարմին, քանի որ այդ իրավասու մարմինը համապատասխան համապատասխաններ Երեմյան դատարան պարզաբանության, որ կիրառում է բացառապես համապատասխան որոշման առկայության դեպքում։ Գիտեմ, ձեր որոշումը Եթե գիտեք, ավելորդ էր արձանագրվում։ Նստեք։ Արձանագրել որ գույքային հայտ չներկայացվեց, հետևաբար նաև գույքային պատասխան ճանաչություն բացակայում է։ Հաջորդ հարցը, որը որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության ուզիկի 454 հոդվածի 2-րդ մասի համատեքստում պետք է նաև քննության առնվի, քննարկում է դատարան դժողի եւ մեղադարի հաշտության հնարավորության հարցը։ Դժող կողմինը մասնապես հարցուված, ապա հաշտության հնարավոր տարբերակն է, թե ոչ։ Խնդրել հարցը սկզբից պատասխանել մեղադարը, որից հետո ես դիրքորոշում կհայտնեմ։ Հաշտությունը որպես այդպեսին պարզ է ձեր, չէ՞ որ պետք է Իհարկե, ես քաջատեղյակ եմ։ Քաջատեղյակ եք, որը դա պարզաբանել կարիք չի։ Բայց պարոն սույն համատեքստում նաև դուք եք ներկայացնում շահերը, ինչ որ չգիտեմ, հաշտության եզր կամ հաշտության համաձայնություն։ Հացարցակ ես այլ եմ ասում, հաջից դատավոր, ես ոչ, ասենք, այն մարդը չեմ է, որ Բարին, կուզենա բարին, ես բարի մարդ եմ, ես կուզեմ բարինի լավ ավարտելնի, էլ եմ ասում, հարևանենք ասնում ենք, ուզի բարին, չի ուզին չկարքում։ Լավ, արդ է, Տիկին Հովհաննիսյան, արկա պայմաններն չգիտեմ, երկու կողմներն ունեն պրոֆեսիոնալ իրավաբաններ, ներկայացուցիչներ, ժամանակ անհրաժեշտ է, որպեսզի դուք հասկանաք։ Երկու րոպե ցույց տանք, ես դիրքորոշումս ունեմ։ Ունեք դրսում Հարգելի դատան, նախ հիմա ուզում եմ հողում կատարել քրեական օրենսգրքին, որտեղ նշված է, որ ոչ մեծ ծանոթության, առաջին անգամ ոչ մեծ ծանոթության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, նաև գործում զղջալու իրեն մեղավոր ճանաչելու դեպքում։ Մինչդեռ սույն դեպքում մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանի կոնկրետ աչքերում ես չտեսա որևէ զղջման նշույլներ, իրեն մեղավոր ճանաչելու հետ կապված ինչ-որ նշույլներ, հակվածություն չտեսա, ասեմ ես իմ էությամբ ես չար մարդ չեմ, ամենևին էլ միտված չեմ որևէ մեկին վնաս պատճառելու, ես ընդհանրապես դատան ներկայացնելով նպատակ եմ հետապնդել պաշտպանել իմ իրավունքներն ու օրինական շահերը, որտեղ կնոջը ոչարի վարկագիծ ենք դա սովորել հասարակական վայրում, սեռական բնույթի հայացքներ են հիշեցել իմ մասին եւ բնականաբար ես չէի կարող որևէ միջոց չձեռնարկել օրինականության շրջանակներում։ Հետևաբար, քանի որ այս պահի դրությամբ ես մեղադրյալի աչքերի մեջ նայելով չեմ տեսնում որևէ զղջման նշույլներ, չեմ տեսնում իրեն մեղավոր ճանաչելու հակվածություն, հետևաբար այս պահի դրությամբ հաշտության հեռանկարներ չեմ տեսնում, սակայն եթե մեղադրյալը իրեն մեղավոր ճանաչի եւ զղջա իր իսկ կողմից իր նկատմամբ կատարված հանցավոր արարքի համար, ապա հնարավոր է ավելի շատ հավանականությունը մեծ է, որ ես կփոխեմ իմ դիրքորոշումը եւ հնարավոր կլինի հաշտության եզր գտնել այս բավիթով։ Նստեք, արկապայմաններում կարծես է հաշտություն արկա չէր։ Այս բան արկա չէր, դատարանը սյուդում պետք է քննարկման առարկան։ Դրաբար ասում եք հաջորդ հարցը քննարկվում է, հաշտությունը թույլատրվում է մինչև դատարանի կողմից դատավեճեր կայացնել, այսինքն գործի հետագա փուլերում հնարավոր է փոխել մի դիրքորոշում։ Երևի ձեր դիրքորոշումը դուք համապատասխան փուլերում անհրաժեշտություն կներկայացնեք, սույն դեպքում քրեական դատավարության ուսուցիչ 454 հոդվածով հստակ նշված է, որ
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի այն առաջին մասի 6-րդ կետի փոխարեն դատան պետք է քննարկման առարկա դարձնի, այս հարցը դատան քննարկման առարկա դարձել։ Հետևաբար ասում ենք մյուս հարցի քննարկմանը, որը վերաբերում է հետազոտման հետագա ապացույցների ծավալին եւ հաջորդականությանը։ Դատան ասում է դժոխ կողմի դիրքորոշումը հետազոտման հետագա ապացույցների ծավալի եւ հաջորդականության վերաբերյալ միաժամանակ փաստենք թե այդ ապացույցները ինչ հանգամանքին հաստատելու կամ հենքելու։ Հայտնի դատարան միջոցում սահմանել ապացույցների հետազոտման հետևյալ հաջորդականություն։ Ուրեմն նախ առաջի հերթին թույլատրեք ես ամբողջությամբ հրապարակեմ իմ կողմից դատարան ներկայացված քրեական հայցը, որից հետո դատարանի միջնորդում եմ առաջնահերթ հետազոտել դատական նիստում հենց հետազոտել ակնկալելու միջոցով, այսինքն դիտելու միջոցով հետազոտել իմ կողմից քրեական հայցին ներկայացված տեսանկյունը, որով փաստում է մեղադրյալ Գայան Հովհաննիսյանի կողմից իմ նկատմամբ կատարված ենթադրյալ հանցագործության դեպքը, տեսանկյունը հետազոտելուց հետո քննության առնել իմ կողմից թե քրեական հայցի մեջ նշված եւ թե քրեական հայցի դատանի ներկայացնելուց հետո առանձին միջնորդությամբ դատանի ներկայացված լրացուցիչ վկաներ դատան հրավիրելու իմ միջնորդությունը, որտեղ ես հստակ նշել եմ վկաների անուն, ազգանուններ, հայրաններ, փաստացի հաշվառման վայրի հասցեներ, այսինքն նաև տվյալ վկաների հրավիրել դատարան արտաքննել, Մասնավորեցեք կոնկրետ Երինա։ Այսինքն գրավոր ապացույցներ հետազոտել, հաջորդը ու պետք է հարցակրվի։ Նշել եմ մի անազգանային անգիր չեմ հիշում։ Հայցի մոտ հայցի մեջ չեմ նշել, առանձին միջնորդության տեսքով որ ներկայացրել եմ դատարանին, այս պահին ինձ մոտ չկա։ Միջնորդությունը, որ անազգանները չեմ հիշի, շատ են վկաները։ Եթե միջնորդությունս կտակ, ես պատրաստ եմ ամբողջությամբ հրապարակել, եթե դրամանալիք ինձ։ Երինա, ուրեմն նայեք, քրեական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածով նշված է, որ հետազոտման հետագա ապացույցների ծավալի եւ հաջորդականության վերաբերյալ դատարան պետք է լսի կողմերի դիրքորոշումը։ Այն ապացույցները, որոնք որ դուք ներկայացնում եք դատարան եւ կարգավորում հետազոտման ենթակային։ Նաեւ քրեական դատավարության օրենսգրքի 333 եւ 334-րդ հոդվածի համատեքստում դատարանը հնարավորություն ընձեռնելու է կողմերին, որպեսզի հետազոտման հետագա ապացույցների ծավալ լրացնելու, այլ ապացուցողական գործողություններ կատարելու փուլում ներկայացնել միջնորդություններ։ Մի նույն ասեք այս հոդվածների իրավադրույթները։ Հիմա դուք կոնկրետ ներկայացեք այն ապացույցները, որոնք որ ներկայացել եք եւ գրում եք հետազոտման ենթակային, իսկ համապատասխան փուլերում ձեր միջնորդությունները կներկայացնեք։ Հասկանալի է դատարանի դեպքում հետազոտեք իմ կողմից քրեական հայցին քիչ ներկայացված տեսանկյունը, որից հետո կանդրադառնանք հորդանային դատարան հրավիրելու միջնորդությանը, ովքեր դեպքի պահին նշանակված են։ Նստեք։ Պարմատերություն։ Չէ, ամեն Այս արդեն քննիչի գրությունները եմ ձեզ ներկայացրել, դա նույնպես հետազոտեք հայցին, քրեական հայցին քիչ։ Այսինքն գրավոր ապացույցները հետազոտենք եւ անցնենք առաջ, սա է դիրքորոշումը։ Այո։ Իսկ որպես դժոխք ձեր հարցաքննությունը Ես կհարցաքննվեմ բոլոր ապացույցները հետազոտելուց հետո եւ եթե մեղադրյալը ցանկություն հայտնի ցուցմունք տալ, նաեւ մեղադրյալի կողմից ցուցմունք տալ չտալու վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց հետո։ Եթե մեղադրյալը կցանկանա ցուցմունք տալ, ապա այս ցուցմունքը տա մեղադրյալի կողմից ցուցմունք տալուց հետո։ Չէ, հիմա դուք ապացույցներ ներկայացրել դատարան, դուք դժոխք կողմ եք, դուք ապացույցների կապված ձեր դիրքորոշումը հայտնեք։ Ասեցի գրավոր ապացույցներ, հասկացանք ձեր դիրքորոշումը, ձեզ հարցաքննելը ներառում եք այդ ապացույցների շարքում, թե ոչ։ Հա, ներառում եմ, Նաև գրավոր ապացույցների հետազոտումից հետո նաև ձեզ հարցաքննել։ լավ, եթե այդպես եք ուզում։ Չէ, կարճ է, ոչ թե դատարանը այդպես ուզում, քրեական դատավարության դատավարության ցուցմունք տա։ ցանկալի ցուցմունք տա, շատ լավ։ Դե ձեր եք ասած ապացույցները գրավոր ապացույցներն են եւ ձեր ցուցմունքն է։ Դուք եք այդպես արձանագրում։ Լավ, այդպես անում։ Այդպես է կամ նաև դուք նստեք երեք։ Տիկին Օվարեսյան, ոդիկամն եք, դուք օգնում եք վերադառնալ իրավունքներից, դատարանը ուշադրություն ձեզ ուղարկել է, ցանկություն ունենալու եք սույն գործի շրջանակում ցուցմունք տալ։ Ցանկություն ունենալ, շատ է։ Եվ հաջորդականության հետ կապված կողմերի այդ դեպքում դատարանը լսելով կողմերի դիրքորոշումը, որոշում է սահմանել հետազոտման ենթակա հետևյալ ապացույցներ շրջանակը եւ հաջորդականությունը, ըստ էության ուժի կողմից ներկայացված ծավալով կհետազոտեն գրավոր ապացույցները, նաև կհարցաքննվի դժողքը եւ մեղադրյալը նաև ցանկություն հատել ցուցմունք տալ, հետեւաբար նաև կհարցաքննվի մեղադրյալը։ Հաջորդ հարցը, որը որ քննական առարկա պետք է դառնա, դա ապացույցների
թույլատրելիության հետ կապված հարցն է, փուլում որևէ ապացույց անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ չկա, պարզել է, որ դժոխք կողմը նաև հաստատեց, որ արկա չէ, դատանը արձանագրում է, որ փուլում որևէ ապացույց անթույլատրելի ճանաչելու մասին միջնորդները չներկայացվեցին, ինքը արկա չեն, հետևաբար այլ վերաբերելի հարցեր կան, չկան։ Այս բանը ոչ նստեք։ Դատան ավարտեց Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության դրսուքի 454 և 217 դասում նշված բոլոր հարցերի քննարկումը, հետևաբար Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության դրսուքի 455 հոդվածով սահմանված կարգով որոշում է կայացնում սույն թիվ լեդեզրովեց 5625 քրեական վարույթով Գամի Աղաջանի Հովհաննիսյանի Հայաստանի Հանրապետության քրեական դրսուքի 54 հոդվածի առաջին մասով նշանակել հիմնական դատալսումներ այն իրականացնել տրմված դատական նիստում և համապատասխան որոշում կայացնելուց անմիջապես հետո, այսինքն հիմա։ Եվ քանի որ դատանը որոշում կայացրեց հիմնական դատարկություններ անցկացնելու մասին, ուստի դժոխք կողմին է հարցումված, այ հիմա ներկայացրեք հայցադիմը Երևան։ Խնդրեինք տրամադրել քրեական հայցը, ես հրապարակից չկա։ Իսկ առանձին միջնորդությունները, որ փուլում են հրապարակել։ Միջնորդությունը դատարանը պարզաբանեց, որ քրեական դատավարության դրսուքի 333 և 234 հոդվածով սահմանված կարգով եկեք քննարկենք, երբ որ կհետազոտվեն և կավարտեն ձեր կողմից ներկայացված բոլոր ապացույցները։ Հարգելի դատարան, հայտնում եմ, որ իմ կողմից ապօրինի ծառայությունների դեմ տարվող պայքարի շրջանակներում 2025 թվականի հոկտեմբերի 27-ին Ստեփանավան քաղաքի Աշոտապերտ շենք 9 բնակարան 1 հասցեի բնակչուհի Գայանե Աղաջանի Հովհաննիսյանը ցավագին ընդունելով ոստիկանների կողմից ծառայություն արձանագրել իմ կողմից նկարահանելու հանգամանքը, այդ ժամանակ Գայանե Հովհաննիսյանը դրսևորելով կնոջը ոչ հարիր վարքագիծ հասարակական վայրում ոստիկանների ներկայությամբ իմ նկատմամբ մի քանի անգամ պարբերաբար հնչեցրեց սեռական բնույթի անպարկեշտ հայհոյանքներ և սպանության սպառնալիք, դրանով իսկ նվաստացնելով իմ պատիվն ու արժանապատվությունը։ Հավելել նաև, որ Գայանե Հովհաննիսյանի կողմից հասարակական վայրում իմ հասցեին սեռական բնույթի անպարկեշտ հայհոյանքներ և սպանության սպառնալիք հնչեցնել է, ես նկարահանել եմ և տեղադրել եմ Էլի Գերգինյան ձեռնագրով իմ YouTube-յան ալիքում։ Դատանի էլեկտրոնային հոսքին եմ ուղարկում իմ YouTube-յան ալիքում տեղադրված հիշյալ տեսանյութի հղումը և միջնորդում եմ որպես ապացույց դատական իսկում հետազոտել հիշյալ տեսանյութը։ Սույն տեսանյութի 1 րոպե 49 վայրկյանին Գայանե Հովհաննիսյանի կողմից իմ հասցեն հնչեցվում է հետևյալ բովանդակությամբ սպանության սպառնալիքով։ Վիզը կպոկեմ վրիցը, արա։ Գայանե Հովհաննիսյանի կողմից ինձ ուղղված այդ սպանության սպառնալիքն ինձ մոտ առաջացրել է վախի, տագնապի և անհանգստության զգացողություններ։ Գայանե Հովհաննիսյանի կողմից ինձ ուղղված այդ սպառնալիքը ես իրական եմ ընկալել և ինձ ուղղված այդ սպառնալիքը պարունակում է այն իրականացնելու իրական վտանգ։ Գայանե Հովհաննիսյանի կողմից իմ նկատմամբ կատարված վերը նկարագրված հանցավոր գործողություններին անձամբ ականատես են եղել ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներ Բախշո Մարիկյանը, Մանվել Մելքումյանը և այլ քաղաքացիներ, որոնց անուն ազգանուններն ու հասցեները ես չգիտեմ, սակայն վստահ եմ, որ վերը նշված ոստիկանության ծառայողներն անշուշտ ճանաչում են Գայանե Հովհաննիսյանի կողմից իմ նկատմամբ կատարված հանցագործության ականատես եղած տեսանյութում երևացող այդ քաղաքացիներին։ Ելնելով վերոյալից, որպես վկա հարցաքննվելու համար միջնորդում եմ դատարան հրավիրել ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներ դեպքին ականատես վկաներ Բախշո Մարիկյանին, Մանվել Մելքումյանին և դեպքին ականատես եղած տեսանյութում երևացող մյուս քաղաքացիներին։ Դատանին խնդրում եմ դեպքին ականատես եղած տեսանյութում երևացող մյուս քաղաքացիների ինքնությունը պարզել ոստիկանության Ստեփանավանի բաժնին գրություն հարձակվելու միջոցով։ Խնդրում եմ դատան հրավիրելու համար ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներ Բախշո Մարիկյանին ու Մանվել Մելքումյանին դատական ծանոթագրել ուղարկել ոստիկանության Ստեփանավանի բաժնի հասցեով քաղաք Ստեփանավան Սոսիալական 37։ Իմ կողմից դատան ներկայացված ապացույցով, տեսանյութով փաստվում է Գայանե Հովհաննիսյանի կողմից քրեական օրենսգրքի 194 հոդվածի առաջին մասով նախատեսված իմ նկատմամբ կատարված հանցագործության դեպք։
Քրեական դատավարության օրենսգրքի 451 հոդվածի առաջին մասի համաձայն մասնավոր մեղադրանքով վարույթ կարող է նախաձեռնվել այն դեպքում, երբ այն անձը, որը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներով իրեն պատճառվել է վնաս, քրեական հայց է ներկայացնում դատարան։ Քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն քրեական օրենսգրքի 194 հոդվածի առաջին մասով ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն հանցագործությունից ուժածի քրեական հայցի հիման վրա։ Ելնելով վերոհյալի ձև առաջնորդվելով սույն քրեական հայցում վկայակոչված փաստարկներով, դատանից խնդրում եմ Գայանե Աղաջանի Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 194 հոդվածի առաջին մասով իմ նկատմամբ կատարված հանցագործության մեջ։ Դատանին միջնորդում եմ քրեական օրենսգրքի 194 հոդվածի առաջին մասով մեղադրյալ Գայանե Աղաջանի Հովհաննիսյանին դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի 20 հապատիկի չափով եւ տուգանքի գումարով մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանից բռնագանձել հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի։ Դատանին միջնորդում եմ մեղադրյալ Գայանե Աղաջանի Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանամիջոց կիրառել տնային կալանք կամ բացակայել արգելք։ Այժմ ցանկանում եմ նշել քրեական հայցին կից ներկայացվող փաստաթղթերի եւ նյութերի ցանկը։ Իմ անձնագիրը Մեկթերթ Գայանե Հովհաննիսյանի կողմից իմ նկատմամբ կատարված հանցագործությունն ապացուցող իմ յութուբյան ալիքում տեղադրված տեսանյութի հղումը Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Գ. Սարգսյանի կողմից 2025 թվականի նոյեմբերի 3-ին ինձ հասցեագրված գրությունը 3 թերթ։ Այսքան։ Նստեք։ Նորադարության է ձեզ հասկանալի է ներկայացված մեղադրանքը քրեական հայցում մեղավոր ճանաչում եք թե ոչ ձեզ այդ Ես երկու բառով կասեմ, մյուսը հասկանաք երևի։ Չէ, դուք համերը հայտարարություն լսելու եք։ Մեղավոր ճանաչում եք թե ոչ։ Մենակ այն դեպքում, որ ես փակելու ժամանակ ես իրան ասել եմ մի հանի նկարահանի։ Ով ես դու ես չեմ ուզում խոսամ։ Չէ, իրոք չեմ ճանաչել ես իրան հագին։ Սպառնայքների հետ կապված։ Չէ, ես նստեք։ Դատարանը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 457 հոդվածով սահմանված կարգով մեկ անգամ ևս կողմեն բացատրել, որ մինչև դատաճյուղ կայացնելու համար առանձին սենյակ հեռանալը կողմեն իրավունք ունեն հաշտության համաձայնության կնքել։ Սա օրենքի դույթ է, որ դատարանը բացառեց։ Քանի որ նաև կողմերը ֆիքսեցին ունեն հայցայինումը, նաև մեղադրյալի դիրքորոշումը հայցայինումի վերաբերյալ, ուստի հաջորդի անցնում է ապացույցների հետազոտմանը։ Եղինան, գրավոր ապացույցները դուք ներկայացրեք, սկավառակով մենք ձեր կողմից ներկայացված դողումով պետք է որ սկավառակում ձգեղած լինենք, բայց ինչ գրավոր փաստաթղթեր նաև ցանկանում հետազոտել։ Քննիչի գրությունը, ներկայացրեք։ Ձեզ մոտ կա տրամադրել։ Դատարանի մոտ կա, բայց դուք ձեր պաշտպանի մոտ եք, ձեր ներկայացուցիչ մոտ եք, Ես մենակ չեմ բույրում եկա։ ոնց չեք շփվում ձեր ներկայացուցիչի։ Շփվում ենք, բայց այս հարցը չեմ քննարկել։ Նախ պարզաբանը միշտ հասա, որից հետո հրապարակել։ Ես ոնց որ նույն բանը երկու անգամ սեղոսարել։ Չէ, ծանոթություն։ Նույնը։ Ուրեմն ես նախ սկզբնապես հաղորդում եմ տվել ոստիկանության Ստեփանավանի բազում Գայանե Հովհաննիսյանի կողմից իմ նկատմամբ կատարված այդ հանրային վայրում հնչեցված հայհոյանքների հետ կապված հաղորդումի սկզբանը տվել եմ խուլիգանության հանցակազմով, քանի որ օրինակ երբ որ հանրային վայրում որևէ քաղաքացի կոնկրետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեն որևէ հայհոյանք կամ ինչ-որ վիրավորական արտահայտություն երբ որ հնչեցնում է, անմիջապես խուլիգանության հանցակազմում հենց քրեական վարույթ է նախաձեռնվում, բայց ում դեպքում, քանի որ ես հանդիսանում եմ քաղաքային քաղաքացի, հետևաբար օրենքը իմ նկատմամբ չգործեց, այսպես ասած, այսինքն պետությունը իմ իրավունքները չպաշտպանեց իմ իրավունքները, հասկացի, քննիչը գտա, որ ըստ քննիչի Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Գ. Սարգսյանը գտա, որ ըստ իրեն խուլիգանության հանցակազմը չի պարունակվում, ինչտեղ ես այդ ժամանակ հաղորդմանս մեջ նշել եմ, որ պարունակվում է խուլիգանության հանցակազմը, քննիչը գրավոր ինձ պարզաբանեց, որ հաղորդումով փաստում է հոգեկան ներգործության դեպք, կարող է քրեական հայց ներկայացնել դատարան մասնավոր մեղադրանքով,
Այս գրությունը դրան է հաշվում, հիմա ամբողջությամբ հրապարակեմ գրության Ասես փաստեցի զուտ այն հատվածը հետազոտեք, որը որ փաստում է այդ հանգամանքը։ Ինչ է պատասխանը։ Վերջին տարբերությունն է։ Վերջին եւ նախարարության տարբերությունն է։ Այսպիսով քննարկվող առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումով փաստվում է այնպիսի դեպք եւ գործողություն, որին ողջամտորեն կարող է տրվել քրեական օրենսգրքի 194 հոդվածի առաջին մասով նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, սակայն նկատի ունենալով, որ հիշատակված հաղորդումը չի համապատասխանում քրեական դատավարության օրենսգրքի 193 հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմաններին, ուստի քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կարող կազմվել նշված ինֆորմացիան քննիչը նկատի ունի խուլիգանության հանցակազմով չի կարող վարույթ նախաձեռնել։ Քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը հսկող դատախազի կողմից հաստատվելուց հետո ելի Երևանին պարզաբանել քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ գլխով սահմանված կարգով քրեական հայց ներկայացնելու կարգի մասին։ Լավ, շատ լավ։ Նաև դուք արձանագրեցիք, որ դատարան հղում էիք ուղարկել Երևան, ճիշտ է, որպեսզի ինչ-որ տեսագրություն կա, պետք է որ աշխատակազմը սկավառակի վրա այն Տեսանյութը միջազգային YouTube-յան ալիքում կա, կարող ենք հենց ամիջականները YouTube-ից էլ են ասում։ ամեն դեպքում պետք է որ սկավառակներ լինի, հիմա հասկանանք, եթե հարաբերություն լինի, երկու սկավառակներ ստեղծականության փոխենք Պաշտպանության կողմն այնպեսի դիր կարող է նստել, որպեսզի տեսանելի լինի։ Յանա Երկու սկավառակ ունեն, մեկը ըստ հետաքննության միասին Սյարոկի առնվազն։ Էլի բակային նշված, որ Սակա ինչի չեն եկել, մյուս սա հենց հանել, չէ մյուսը տեղադրել, երևի, չէ մյուսը տեղադրել, երևի երկու տարբերակներ սկավառակն տեղադրել։ Իսկ սկավառակ ով ընդրաման։ Իսկ դատան եք սկավառակ։ Սկավառակ։ Ժամանակ է պահանջում, թե ինչ-որ այդ չի բացում ինքնության, տեսեք, ասենք ինչ նախնիթել է։ Որտեղ է չոթերը։ Չէ, սուզում կարող եմ։ Կարող եմ։ Չիներարյան, դա է կարող։ Էկոպարեկին եմ նկարում։ Ինչ էկոպարեք։ Չիներարյան։ Ինչ է։ Դա էկոպարեք չի, բա ինչը։ Եվ ես միշտ մեր աշխատ։ Ինչ անեկո, բայց դու ես նկարում եմ ան։ Ես ուզում եմ եկան էքսիոն լոնդը։ Ես միշտ անում եմ մոտակել դիզ վախում։ Էй վայ դավանավի։ Ես ինչ բեսպի է լարա։ Երին է։ Էй։ Ինչ ասի ու տպել։
Նորից ասա։ Ում ես ուզում տպել։ Ում ես ուզում տպել, ասա դա։ Ասում ես բնեք տղեկով տպեք, ում նկատի ունես։ Դե ասա, ում նկատի ունես, ում ես ուզում տպել։ Քո հետ եմ խոսում, ասում ես բնեք տղեկով տպեք։ Դե ես ինձ կրած ինձ նկատի ունես, որովհետև ես էի նկարել։ Դե ասում ես բնեք տղեկով տպեք, ում տպեք, ինչ։ Բայց ինչ կտուն է ստալ, աղջկան վայ կարված չի։ Ու հրապարական գիրավորանք ես հասցնում ինձ, եմ ես կեզ դակի եմ տալու։ Ես այսքան մարդու ներկայությամբ մի հատ է սպառնալիք տվեցի, ասեցի վիզը կպոկեմ վրից է։ Ափանագրիք սանուցած սպառնալիքները կավեմ, ասա վիզը կպոկեմ վրից է։ Ես ազանդում եմ ոգկա, ազանդ եմ տալի։ Սպառնուցած սպառնալիքները տալի, ով ուզում է ավի։ Հետից ես ասում, լավ։ Սեռական բնույթի հայրոյանքներ խուլիգանություն կասնի։ Չէ՞ բա, հասարակական վայր է։ Հասներ նկարում է, դիմի դատարան, դեր գոր ես իմ գործողություն է, դիմի դատարան, որ դիմի դատարան, որ դիմի կարող որի, կուգում է կարող է որի, արա դու ես, դու է գնացի դատարան, ասի, Սպասը դողնի, սոս պարնալիքները դա, հայրոյ է դա, սպասի չէ, գիրը սպասի, դու հեռակոսի մի կպիր, դրեմ ու գնավոր եմ։ Ինչ եմ, կսի մի ավուկում եմ, ինչ կամ հայմանձե դու չես հատում, մեզ չես հատում, Ողջունները ապագասան պատասխանով սպանը։ Դեր անակարն է, անակար է։ Ակսումները տալ, ով ուզում է ալու, ում եկը կեզ կգորտա, բադիկազ ես որոտա, չէ?
Հարգելի ազգային անվտանգության ծառայություն, այս տեսանյութը հիմա այս էլեկտրոնային փոստով ուղղակ եմ ազգային անվտանգության ծառայություն։ Ինչպես արդեն տեսաք, Աշոտաբեր թաղամասի 9-րդ շենքի բնակչուհի, ում անուն ազգանունը չգիտեմ, բնակչուհիներից մեկը իմ հասցեն հնչեցրեց սպանության սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ, որը կնոջը հարիստ չէ այդ վարքագիծը։ Իմ կարծիքով կատարվել է խուլիգանություն, դեպքի վայրում են գտնվում ոստիկանության աշխատակիցները, ովքեր անձամբ լսեցին ինձ ուղղված այդ հայհոյանքները և սպառնալիքները, ուստի կխնդրեմ, որպեսզի ոստիկանությունը անհապաղ արձագանքեր ենթադրյալ հանցագործությանը և ձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ ոստիկանության կողմից, քանի որ անձամբ ոստիկաններն են ականատես եղել և բակում հավաքված այս քաղաքացիները։ Դիմի դատարան գողեցի ձանից։ Հասարակական վայրերն ես իրավունք ունեմ նկարահանումներ կատարելու։ Դե դիմի դատարան, չունեմ իրավունք դիմի դատարան, օրենքն ինձ այդ իրավունքը տվել։ Ալո։ Բարև ձեզ։ Ուրեմն մեջից առաջ հետ ոստիկաններ են եկել դեպքի վայր, որ ավազանք են տվել ապօրինի ծառայությունների դեպքով։ 9-րդ շենքի բնակչուհիներից մեկը իմ հասցեին հնչեցրեց սպանության սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ խուլիգանություն կատարեցին նկատմամբ, որին ականատես եղան ոստիկանության ծառայողները։ Կխնդրեի ընթացք տալ։ Էրիկ Եղինյան։ Հետազոտվեց նաև ներկայացված սկավառակը, հետևաբար դատան արձանագրել, որ դեղավորվածները հետազոտվեցինք և անցնում է ուժովի հասարակության։ Երևի է, դատանը ձեզ նախազգուշացնում է, որ սուրբ ցուցմունք տալու և ցուցմունք տալու ապօրինի հրաժարվելու դեպքում նախատեսված է քրեական պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 503 և 504 հոդվածով սահմանված կարգով։ Հիմա կներկայացվի արձանագրությունը, ստորագրեք, որ նախազգուշացվել եք և լսում ենք կլսենք ձեզ։ Բայց մի նախազգուշացումը մեղադրյալների չէ տալու, երբ որ ինքը ցուցմունք տա։ Դու քաջատեղյակ եք եղել քրեական օրենսգրքի իրավակարգավորներից, թե որքանով է վերաբերելի նաև մեղադրյալին և որ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին։ Հիմա ծանոթացեք ստորագրեք Եղինյան։ Ես այսօր կստորագրեմ, բայց խնդրենք տրամադրել քրեական հայցը դատան ներկայացնելուց հետո միջնորդություններ, իմ ցուցմունքի մեջ ուզում եմ որոշակի հանգամանքներ հողում կատարել։ Ծանոթացեք ստորագրեք տրամադրեք։ Կարդամ ստորագրություն ցուցմունք տալուց ապօրինի հրաժարվելու կամ ցույց ցուցմունք տալու մասին նախազգուշացնելու վերաբերյալ 24/02/2025 Վերադարձեք քարտուղարը երեքից ստորագրացեք։ Տպագրված է։ Միվարկյան, ոչ տպագրական վրիպան։ Չէ, 26 օր տրամադրեք։ Վերևի ձախանկյունում 25 թվականը։ Ես ներքո գրյալս կանչված լինելով Լոռու մարզի առաջին էջանի ընդհանուր իրավացության դատարան թիվ LD06560125 քրեական գործով որպես ուժով պատրաստվում եմ ցուցմունք տալիս ասել ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը և չասել ոչինչ բացի ճշմարտությունից։ Դատանի կողմից բացատրված է, որ ցուցմունք տալուց ապօրինի հրաժարվելու ուսուցիչ ցուցմունք տալու դեպքում ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 503 և 504 հոդվածների համապատասխան ուժով Եղինյան, Էրիկ Եղինյան։ Ձեր ներկայացած հայցը և ամբողջ փաթեթը պետք է ձեր ներկայացնի, որ նույնպես աշխարհի։ Միշտ չէ, խնդրեք դուք տրամադրեք, հա։
Ես իրավունք ունեմ, չէ՞, ցուցմունք տալիս նաև իմ կարծիք հայտնել հրապարակված տեսանյութի վերաբերյալ։ Իհարկե։ Քանի որ պատճենով բնօրինակներ եք ուղարկել միջոցները, մինչ այդպես ստացել ենք նաև համապատասխան մերիներ եք ուղարկել։ Նույնն է, որպես այնպեսի նույնն է։ Այսինքն ինձ մոտ մնաց թե վերադարձնում։ Չէ, քանի որ դատան եք ուղարկել, պետք է դատան մնա, համարը փաստում է, որ նույնն է, բնօրինակի է։ Հասկացա։ Ցուցմունքի հետ կապված արդեն իսկ ձեր ներկայացած հայցն է, որպես այնպեսին ընդհանրապես փաստեք, թե մեղադրյալ Գայանե Հովանեսյանի նախկինում ճանաչեք, թե ոչ այսպիսի հարաբերություններ ունեք եւ դեպքի վերաբերյալ ներկայացրեք ձեր նկատառումները։ Ճիշտ ասած, դեպքով եմ ճանաչել, բայց անուն-ազգանունը չեմ իմացել։ Բնակչությունից եմ տեսել, ինչ-որ Կաշոտաբեր թաղամասում հայտնի Աթոյի անունի հետ ինչ-որ ազգակցական կապեր ունի, ինձ այդպես են ասել, չգիտեմ։ Նախկինում չեք ճանաչել։ Փաստի կապ ունի, թե չէ, Աթոյի անունը այդպիսի ման Կաշոտաբեր։ Չէ, Եղինյան, դա հասկացանք, դեպքով եք ճանաչել, անձնապես անուն-ազգանունը չեմ իմացել։ Շարունակեք ձեր ցուցումը։ Նախ մինչև ցուցմունք տալը կցանկանայի անդրադառնալ հրապարակված տեսանյութին, այսինքն հենց սա ցուցմունքը, ոչ թե մինչև ցուցմունք տալել, արդեն իսկ ցուցմունք եմ տալիս, սկզբից նպատակահարմար եմ գտնում անդրադառնալ հրապարակված տեսանյութին իմ կողմից ներկայացված։ Ուրեմն այդ տեսանյութում, քանի որ ես ինքս նկարահանելու ժամանակ իմ հագուստների վրա միկրոֆոն չեմ կրել, հետևաբար երբ որ հեռավորությունից եմ տեսանյութը նկարահանում, ձայնը մի փոքր լսելի չի։ Հիմա քանի որ չնայած ես լսեցի այդ արտահայտությունը 1 րոպե 49 վայրկյանից սկսած, հենց այդ վայրկյանին, այսինքն ցածր ձայնով մեղադրյալ Գայանե Հովանեսյանը մի քիչ ցածր ձայնով բառացի ասում է հետևյալ խոսքերից, մեջբերում է. «Վիզը կփոկեմ վրիցը արա»։ Այսինքն ես հենց այդ արտահայտությունն եմ դիտարկել ինձ ուղղված սպառնալիք։ Հիմա քանի որ դատանում ձայնը արձագանքում է, որ բարձր ձայնով է միացել իր դահլիճը մեծավ, հնարավոր է ձեզ լսելի չլինի, բայց երբ որ YouTube-ով մտնեք հեռախոսով, բջջային հեռախոսով մտնեք YouTube, կոնկրետ 1 րոպե 49 վայրկյանին, հենց այդ ժամանակ այդ արտահայտությունը անում ցածր ձայնով, վիզը կփոկեմ վրիցը արա։ Նաև հայհոյանքները հստակ լսելի էր, հիմա էթիկայի նորմերի ձեռներով իհարկե ես բառացի չեմ մեջբերի, թե ինչ բովանդակությամբ հայհոյանք հնչեցրեց, սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց իմ հարցերին, դրանով էլ փաստում է այն հանգամանքը, որ մեղադրյալ Գայանե Հովանեսյանը պարբերաբար, այսինքն մեկից ավելի անգամ, քանի որ մի քանի անգամ հնչեցրեց հայհոյանքը, նվաստացվել է նաև իր պատիվն ու արժանապատվությունը։ Քրեական օրենսգրքի 194 կխնդրեի որևէ լրություն, դուք նույնպես ձայնամիջը եք արձակում։ Շարունակեք եղինա, դատան արձագանք։ Քրեական օրենսգրքի 194 հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում ոչ միայն սպանության սպառնալիք, առողջությանը սպառնալիք տալու հետ կապված, այլև քրեական օրենսգրքի 194 հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում նաև անձի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար։ Եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ սպառնալիք չկա, եթե ընդունենք պայմանականորեն, չնայած կա 50 դեպքում սպառնալիք, ապա միայն հանրային վայրում անձին պարբերաբար, այսինքն մեկից ավելի անգամ, անձի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը հայհոյանքի տեսքով, դա նույնպես դիտարկվում է քրեական օրենսգրքի 194 հոդվածի համատեքստով։ Այսինքն, միանշանակ առկա է քրեական օրենսգրքի 194 հոդվածով նախատեսված հանցագործության հանցագործման մեղադրյալ Գայանե Հովանեսյանի գործողություններում։ Քանի որ հստակ նշվեց սեռական բնույթի հայհոյանքները, բառացի ինքը ասաց։ Տեսանյութում երևում է ինչ-որ մի տղամարդ ճաղատ գլխով, ով ինձ ասում է բառացի հետևյալ խոսքերը. «Եթե դատարան դիմեցիր, որի պետք է լինի արա»։ Ասեմ, որ տվյալ անձը հանդիսանում է հենց մեղադրյալ Գայանե Հովանեսյանի դրկիցը, դռանեկից իր հարևանը Արման Մանուչարյան անուն-ազգանունը, տվյալ անձնավորությունն է ինձ ասել, իմ կարծիքով իր խոսքերով
Արման Մանուչարյանը, Մեղադրյալի հարևանը, իրադարձություն նպատակ է հետապնդել ինձ մոտ վախ առաջացնել, այսպիսի ոգեճնշող վիճակ առաջացնել, որպեսզի ես զերծ մնամ Մեղադրյալի դեմ որևէ բողոք դատարան ներկայացնելուց, որովհետև եթե ես անկած նման քայլի դիմեմ, ապա պետք է ես համար որը լինելը դա մի քիչ ժարգոնային բառ է, մի քիչ որ ծավալվեմ, այդ բառի նպատակը այն է, որ չգիտեմ, քեզ միգուցե կվնասենք որևէ ձևով։ Դա է, որը լինելը ինչ-որ անցանկալի բացասական հետևանքներ կառաջացնենք քեզ համար, այսինքն ժարգոնային այս բառի իմաստը, որ վերլուծում ենք, դա է նշանակում, դատանը կարող է նշանակել նաև, չգիտեմ, լեզվագիտական փորձաքննություն, անհրաժեշտության դեպքում ես հանդես կգամ այդ միջնորդությամբ, որպեսզի դատանը նշանակի հենց լեզվաբանական փորձաքննություն, որի պետք է լինի արա բառի ինչ-որ բուն նշանակությունը պարզաբանելու համար, քանի որ դա գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանք է։ Նաև նշեմ, որ դատանին տեղեկացնում եմ, որ չնայած հնարավոր է դատարանն ինքն տեղեկացված լինի այս ամենի մասին, դատալից կայք ուսումնասիրելու արդյունքում, տեղեկացնեմ, որ Գայանե Հովհաննիսյանի կողմից հանրային վայրում իմ նկատմամբ հրապարակայնորեն վիրավորական արտահայտություններ հնչեցնելու կապակցությամբ ես նաև քաղաքացիական հայց եմ ներկայացրել Լոռու մարզի ընդհանրավարության դատարանից պահանջում եմ, այսինքն ես ունեմ հայցքովի կարգավիճակ այդ քաղաքացիական գործի շրջանակներում, իսկ Մեղադրյալն ունի պատասխանողի կարգավիճակ, դատարանից պահանջում եմ քաղաքացիական ոլորտի շրջանակներում, որ դատարանը պատասխանող Գայանե Հովհաննիսյանին պարտավորեցնի ինձնից հրապարակայնորեն ներողություն խնդրել ինձ վիրավորելու համար եւ ինչու եք զգում հետաքրքիր։ Դու դատարանն եք եւ ձեր խոսքը ասեք։ Անհարգալից վերաբերմունքը դուք ցուցաբերում, դուք չեք արձագանքում, ես եմ։ Երիտան դատարան ցուցաբերում ձեր լսում եք, դուք վերադառ այլևս Երիտան լրություն այլևս ցուցմունքը տվեք դժվար դատարան։ Դուք իմ խոսքի իրավունքը երբեք չեք կարող սահմանափակել, խոսքի ազատություն։ Երիտան լսում եք ձեզ։ Բանը դուք ասեք լրություն, ես եթե համաձայն չեղած երասացել, ես պետք է շարունակեմ արտահայտել։ Այնպես որ դուք ինչ ասեք, ես պետք է անեմ։ Ես պարտավոր եմ ենթարկվել միայն ձեր օրինական կարգադրությունների։ Եթե ես համարում դուք անօրինական բան եք ասում, ես չեմ ենթարկվելու դրան, նախապես ասում եմ։ Որտեղ կան բառը։ Որտեղ ասամ բառը։ Քաղաքացիական հայցի մասին եք խոսում։ Պահանջել եմ պարտավորեցնել հանրային վայրում ինձնից գրավոր ներողություն խնդրել եւ հոգուտ ինձ բռնագանձել 1 միլիոն դրամ, քանի որ ես օրենքով իրավունք ունեմ մինչեւ 3 միլիոն դրամ գումար պահանջել քաղաքացիական օրենսգրքի 1087 հոդվածի հիման վրա, քանի որ հստակ նշված է, որ վիրավորանքի դեպքում անձ իրավունք ունի պահանջել մինչեւ 3 միլիոն դրամ շահով փոխհատուցում, սակայն ես դրսևորելով մարդասիրական վերաբերմունք ընդամենը 1 միլիոն դրամ եմ պահանջում։ Այդ կապակցությամբ դատավոր Վարդգոյ Հովնանյանը ակնհայտ ապօրինի որոշմամբ իմ հայցը բարի չէր ընդունել, բողոքարկել եմ Վերաքննիչ քաղաքացիական դատարան, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել իմ բողոքը բավարարելու մասին, բեկանել է իմ հայցադիմումը վերադարձնելու մասին դատավոր Վարդգոյ Հովնանյանի ակնհայտ ապօրինի որոշումը եւ գործ ուղարկել է Լոռու մարզի ընդհանրավարության դատարան եւ ընդունվել է վարույթ արդեն իսկ այս պահի դրությամբ դատավոր Վարդգոյ Հովնանյանի կողմից Սա նույնպես կսանկանայի այս ամենի մասին բարձրաձայնելի ցուցմունքում։ Նաև հիմա նշեմ, որ տեսանյութում երևում է մի տղամարդ, ով այդ ավտոտնակի երբ որ տեսնում եմ, որ ես նկարահանում եմ ոստիկանների գործողությունները, ինքը անմիջապես փակում է ավտոտնակի դուռը, ինչ-որ թռարշող մի տղամարդ է երևում եւ այդ դեպքից հետո դեպքի պահին ականապես եղած անձինք ինձ հայտնեցին, որ այդ փայտանյութը նախատեսված է եղել հենց Մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանի համար։ Այսինքն այդ թռարշող տղան այդ փայտանյութը դրել է հենց Մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանի համար, չգիտեմ, նվիրել է թե վաճառել է, դա չեմ կարող ասել, բայց փայտանյութը հենց Գայանե Հովհաննիսյանի համար է նախատեսված եղել, որը բերել այդ թռարշող տղան, ով փակում էր իմ նկարանելու ժամանակ փակում էր ավտոտնակի դուռը։ Հետևաբար Գայանե Հովհաննիսյանը ցավագին ընդունելով իմ կողմից այդ ոստիկանների գործողությունները նկարահանելու, այսինքն փայտը չափագրելու գործընթացը, երբ որ ես նկարահանում էի, այդ ամեն ինչը Գայանե Հովհաննիսյանը ցավագին ընդունելով հենց դրանով պայմանավորված է իմ հասցեն հիշեցրել սեռական բնության պարկեշտ հայանքներ եւ սպառնալիք, դրանից նվաստացնելով իմ պատվիրման ճանապարհությունը, որպեսզի ես դադարեցնեմ իմ նկարահանումները եւ զերծ մնամ
այդ ամենը նկարահանելուց եւ հանրայնացնելուց։ Սակայն ես այդ տեսանյութը տեղադրել եմ իմ YouTube-յան ալիքում, որ այս պահի դրությամբ արդեն իսկ ունի մոտ 20,000 դիտում, այսինքն հանրության շրջանում այդ տեսանյութը ստացել է բավականին լայն արձագանք, քանի որ ես նորից եմ կրկնում պայքար եմ տանում ապօրինի ծառայողների դեմ եւ եթե հանկարծ պարզվեց, որ չգիտեմ, քանի որ նախկինում եղել է նմանատիպ դեպքեր, որ հենց ոստիկանների թողտվության արդյունքում են կատարվել ապօրինի ծառայողները, ինչպես նաեւ հենց էկոպարեկների եւ քանի որ ես պայքարում եմ անարդարության դեմ եւ չեմ ցանկանում որ որևէ մեկը հանուն իշահի վնաս պատճառի բնությանը, ես ինքս կամավոր հիմունքներով նույնիսկ սեփական նախաձեռնությամբ պայքար եմ տանում ապօրինի ծառայողների բոլոր ապօրինի երևույթների դեմ եւ հավաստիացնում եմ, որ եթե առաջիկայում նույնպես ականատես լինեն որևէ իրավախախտման, լինի դա ապօրինի ծառայողություն կամ այլ բնույթի ապօրինություն կամ այլ բնույթի իրավախախտում, ապա ես արագ արձագանքել եմ դրան, հանրայնացնել եմ այդ ամենը, ինձ համար տարբերություն չկա իրավախախտումը կատարող պաշտոնատարանց է հանդիսանում թե շարքային քաղաքացի, ես պարտադիր այդ ամենը պետք է բարձրաձայնեմ, որովհետև դատանի մոտ հիմա հարց կառաջանա, թե ես ինչու եմ հենց ապօրինի ծառայողական այդ փաստը ոստիկանություն կանչել եւ արձանագրել, սկսել նկարահանել, դա համար կանխելով դատանի հարցերը, ես ինքս արդեն իսկ պատասխանում եմ այդ հարցին, թե ինչու եմ այդ քայլին դիմել, քանի որ ես պայքարում եմ ապօրինությունների, անարդարությունների եւ բոլոր տեսակի իրավախախտումների դեմ։ Եթե ես նկատեցի մի իրավախախտում, կապ չունի ինչ բնույթի եւ թե ում կողմից կատարված, ինձ համար որևէ տարբերություն չկա, նույնիսկ բարձրաստիճան շատ բարձր Պաշտոնյանների դեմել եմ ես պարբերաբար բողոքներ գրում եւ YouTube-յան ալիքով լուսաբանում, իհարկե ես դրանով պայմանավորված բազմիցս անգամ ենթարկվում եմ ապօրինի հետապնդումների, հալածանքների, նույնիսկ գողական աշխարհի դեմել եմ պայքարում, սակայն պետությունը որևէ կերպի չի աջակցում, չի պաշտպանում իրավունքները, ես ինքս եմ իմ իրավունքները պաշտպանում։ Ինչ է գուցե ես դժվարություններից երբևիցե չեմ խուսափում, չեմ խուսանալու, ես հաղթահարում եմ բոլոր դժվարությունները եւ պատրաստ եմ դիմակայել իմ կողմից տարվող ապօրինությունների դեմ տարվող այդ պայքարի շրջանակներում պատրաստ եմ դիմակայել ինձ ուղղված բոլոր այդ հետապնդումներին, ճնշումներին, հավաստիացնում եմ, որ ես երբեք չեմ ընկրկելու, չեմ նահանջելու, իմ կամքը երբեք հնարավոր չէ կոտրել, ես բավականին կայուն եմ եւ շարունակելու եմ անարդարության դեմ մղվող իմանալով պայքարը, նաեւ նշեմ, որ նույն հիմա որ նշեցի, որ եղել են դեպքեր, որ անօրինականությունների դեմ պայքարելու համար ես ենթարկվել եմ հետապնդումների, նաեւ այդ խոսքերից որպես ապացույց նշեմ, որ նախկինում ես բազմիցս իմ YouTube-յան ալիքով քննադատել եմ նաեւ օրենքով գողերին, պետության հետ համագործակցության օրենքով գողերի կողմից, արդեն երևացու կողմի Հարգելի տատան հիմա գործ է դիշկա, մեղադրակը դիշկա, ինչ գիտեմ ինձ է մեկ պայք։ Երինակ, տանձ է, ձեր դեկորոշումը, տանձ է, համար իմ վրա նույնիսկ քրեական գործեր են, սակայն գործը կարճվեց, չկարողացա նախացուցել։ Հիմա կոնկրետ դեպքեր կան, ես գարանում այդ դեպքեր կա, տեսանություն հետազոտեցիքով գողերի մասին խոսեցի, ինչի հետաքրքիր դատաներ դուր դա չեկավ։ Միգուցե կաշկանդվածություն ունեք, չեք ցանկանում որ այս օրենքը գողերի։ Երինակ չեք ցանկանում գործի վերադարձություն։ Ցանկանում եմ ուղղակի բարձ առաջացավ, թե դուք ինչու այդպես արձագանքեցիք, երբ որ ես սկսեցի օրենքով գողերի։ Դատանը արձագանքեց պաշտպանության կողմի պնդումների կապակցությամբ։ Շարունակեք։ Հիմա ես նպատակահարմար եմ գտնում, որպես իմ ցուցմունք ամբողջությամբ հրապարակել իմ քրեական հայցը եւ իմ քրեական հայցից հետո դատա ներկայացրած իմ գրավոր միջնորդությունը ես ցանկանում եմ այդ ձևաչափով ցուցմունք տալ։ Քանի որ ուժով իրավունք ունի ցուցմունք տալիս օգտվելի գրավոր նշումներից եւ դու ցուցմունքի բովանդակությունը գործի հետ կապված որոշում ես ուժով ինքը, հետեւաբար ես եմ որոշում ինչպիսի բովանդակությամբ ցուցմունք տալ։ Դատանին տեղեկացնում է, որ իմ կողմից ապօրինի ծառայողների դեմ տարվող պայքարի շրջանակներում 2025 թվականի հոկտեմբերի 27-ին Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ շենք 9 բնակարան 1 հասցեի բնակչուհի
Գայանե Աղաջանի Հովհաննիսյանը ցավագին ընդունելով ոստիկանների կողմից ծառայատուն արձանագրել հին կողմից նկարահանելու հանգամանքը, այդ ժամանակ Գայանե Հովհաննիսյանը դրսևորելով կնոջը ոչ հարիր վարքագիծ հասարակական վայրում ոստիկանների ներկայությամբ իմ նկատմամբ մի քանի անգամ պարբերաբար հնչեցրեց սեռական բնույթի անպարկեշտ հայհոյանքներ և սպանության սպառնալիք, դրանով իսկ նվաստացնելով իմ պատիվն ու արժանապատվությունը։ Հավելեմ նաև, որ Գայանե Հովհաննիսյանի կողմից հասարակական վայրում իմ հասցեին սեռական բնույթի անպարկեշտ հայհոյանքներ և սպանության սպառնալիք հնչեցնելը ես նկարահանել եմ և տեղադրել եմ Էրիկ Եղինյան վերնագրով իմ յութուբյան ալիքում։ Դատանի էլեկտրոնային փոստին եմ ուղարկել իմ յութուբյան ալիքում տեղադրված հիշյալ տեսանյութի հղումը և միջնորդել եմ որպես ապացույց դատական նիստում հետազոտել հիշյալ տեսանյութը։ Սույն տեսանյութի 1 րոպե 49 վայրկյանին Գայանե Հովհաննիսյանի կողմից իմ հասցեին ցածր ձայնով հնչեցվում է հետևյալ բովանդակությամբ սպանության սպառնալիքը. «Վիզը կփոկեմ գրիցդ արա»։ Գայանե Հովհաննիսյանի կողմից ինձ ուղղված այդ սպանության սպառնալիքն ինձ մոտ առաջացրել է վախի, տագնապի և անհանգստության զգացողություններ։ Գայանե Հովհաննիսյանի կողմից ինձ ուղղված այդ սպառնալիքը ես իրական եմ ընկալել և ինձ ուղղված այդ սպառնալիքը պարունակում է այն իրականացնելու իրական վտանգ։ Գայանե Հովհաննիսյանի կողմից իմ նկատմամբ կատարված վերը նկարագրված հանցավոր գործողություններին անձամբ ականատես են եղել ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներ Բախշո Մարիկյանը, Մանվել Մելքումյանը և այլ քաղաքացիներ, որոնց անուն ազգանուններն ու հասցեները ես չգիտեմ, սակայն վստահ եմ, որ վերը նշված ոստիկանության ծառայողներն անշուշտ ճանաչում են Գայանե Հովհաննիսյանի կողմից իմ նկատմամբ կատարված հանցագործության ականատես եղած տեսանյութում երևացող այդ քաղաքացիներին։ Ելնելով վերոհրավից, որպես վկա հարցաքննվելու համար, միջնորդում եմ դատարան հրավիրել ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներ դեպքին ականատես վկաներ Բախշո Մարիկյանին, Մանվել Մելքումյանին և դեպքին ականատես եղած տեսանյութում երևացող մյուս քաղաքացիներին։ Դատարանին խնդրում եմ դեպքին ականատես եղած տեսանյութում երևացող մյուս քաղաքացիների ինքնությունը պարզել ոստիկանության Ստեփանավանի բաժնին դրություն հասցեագրելու միջոցով։ Խնդրում եմ դատարան հրավիրելու համար ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներ Բախշո Մարիկյանին ու Մանվել Մելքումյանին դատական ծանոթագրեր ուղարկել ոստիկանության Ստեփանավանի բաժնի հասցեով քաղաք Ստեփանավան Սոսայքսյան 37։ Իմ կողմից դատան ներկայացված ապացույցով, տեսանյութով փաստում է Գայանե Հովհաննիսյանի կողմից քրեական օրենսգրքի 194 հոդվածի առաջին մասով նախատեսված իմ նկատմամբ կատարված հանցագործության դեպք։ Քրեական դատավարության օրենսգրքի 451 հոդվածի առաջին մասի համաձայն մասնավոր մեղադրանքով վարույթ կարող է նախաձեռնվել այն դեպքում, երբ այն անձը, որը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներով իրեն պատճառվել է վնաս, քրեական հայց է ներկայացնում դատարան։ Քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն քրեական օրենսգրքի 194 հոդվածի առաջին մասով ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա։ Ելնելով վերոհրավից և առաջնորդվելով սույն քրեական հայցում վկայակոչված փաստարկներով, դատանից խնդրում եմ Գայանե Աղաջանի Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 194 հոդվածի առաջին մասով իմ նկատմամբ կատարված հանցագործության մեջ։ Դատանին միջնորդում եմ քրեական օրենսգրքի 194 հոդվածի առաջին մասով մեղադրյալ Գայանե Աղաջանի Հովհաննիսյանին դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի 20 հատիկի չափով և տուգանքի գումարը մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանից բռնագանձել Հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի։ Դատարանին միջնորդում եմ մեղադրյալ Գայանե Աղաջանի Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանամիջոց կիրառել բացակայելու արգելք։ Եվ այստեղ արդեն նշել եմ հայցնքից ներկայացվող փաստաթղթերը։ Հիմա որպես ցուցմունք ցանկանում եմ հրապարակել նաև քրեական հայցը դատարան ներկայացնելուց հետո իմ կողմից դատարան ներկայացված միջնորդություն։ Քրեական հայցը դատարանը ներկայացել 2025 թվականի նոյեմբերի 4-ին։ Այսպես միջնորդությունը դատարանը ներկայացրել 2026 թվականի հունվարի 5-ին։ Սպանության սպառնալիքները դժողի կողմից իրական ընկալելու չափորոշիչների վերաբերյալ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել Վահիկ Մխիթարյանի վերաբերյալ թիվ ԼԴ 00020118 քրեական գործով 2019 թվականի ապրիլի 11-ին կայացված նախադեպային որոշմամբ։ Հետևաբար վերը նշված նախադեպային որոշմամբ վճռաբեկ դատարանի կողմից վկայակոչված իրավական դիրքորոշումները կիրառելի են սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ։
Իմ քրեական հայցին կից դատարան ներկայացված տեսանյութում հստակ երևում է, որ Մեղադրյալ Գայանի Հովհաննիսյանի կողմից իմ հասցեին սպանության սպառնալիք հնչեցնելու և իմ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու ժամանակ որևէ իգական սեղի ներկայացուցիչ ներկա չի գտնվել։ Ոստի դատարանից խնդրում եմ մերժել Աղունիկ Անանյանին որպես վկա դատարան հրավիրելու և հարցաքննելու Մեղադրյալ Գայանի Հովհաննիսյանի հիմնազորկ և ինքնանպատակ միջնորդությունը։ Դատարանին միջնորդում եմ նաև Մեղադրյալ Գայանի Հովհաննիսյանի կողմից իմ հասցեին սպանության սպառնալիք հնչեցնելու և իմ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու պահին ականատես եղած տեսանյութում երևացող հետևյալ անձանց նույնպես որպես վկա հարցաքննելու համար հրավիրել դատարան։ Սուրեն Բախուդարի Պապոյանին, ծնված 20.06.1985 թիվ, հաշվառված է բնակվում է քաղաք Ստեփանավան, Աշոտաբերդ շենք 10 բնակարան 4 հասցեում։ Հրայր Երեմի Թումյանին, ծնված 11.09.1986 թվական, հաշվառված է բնակվում է քաղաք Ստեփանավան, Աշոտաբերդ շենք 12 բնակարան 14 հասցեում։ Արման Գագիկի Մանուչարյանին, ծնված 31.01.2001 թիվ, հաշվառված է բնակվում է քաղաք Ստեփանավան, Աշոտաբերդ շենք 9 բնակարան 3 հասցեում։ Իմ կողմից դատարան ներկայացված տեսանյութում երևում է, որ Արման Մանուչարյանը հայտարարում է, որ եթե ես դատարան դիմեմ, ապա ինձ համար գոռի է լինելու, դրանով իսկ փորձելով վախեցնել ինձ։ Իմ կողմից դատարան ներկայացված տեսանյութում հստակ երևում է, որ երբ որ ես սկսում եմ նկարահանել ոստիկանների գործողությունները, այդ պահին մի թրաշող տղա անմիջապես փակում է փայտանյութով լեցուն ավտոտնակի դուռը, որպեսզի ես չկարողանամ նկարահանել։ Ոստիկաններն ինձ բանավոր հայտնել են, որ այդ փայտը բերել է հենց փայտանյութով լեցուն ավտոտնակի դուռը փակող թրաշող տղան և այդ փայտը նախատեսված է եղել հենց Մեղադրյալ Գայանի Հովհաննիսյանի համար։ Այդ իսկ պատճառով էլ Մեղադրյալ Գայանի Հովհաննիսյանը ցավագին ընդունելով իմ կողմից ոստիկաններ հրավիրելն ու ոստիկանների կողմից փայտանյութը չափագրելու գործընթացն իմ կողմից նկարահանելը, Գայանի Հովհաննիսյանը սկսեց իմ հասցեին սպանության սպառնալիք և սեռական բնույթի անպարկեշտ կայունակներ հնչեցնել։ Ես համոզված եմ, որ այդ պահին դեպքին ականատես եղած ոստիկանության ծառայողներն ու Մեղադրյալ Գայանի Հովհաննիսյանը շատ լավ գիտեն դատարան հրավիրվելու ենթակա վկա այդ թրաշող տղայի ինքնությունը։ Այդ թրաշող տղայի ինքնությունը պարզելու, ինչպես նաև գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար դատարանին միջնորդում եմ Ստեփանավանի քննչական բաժնից ապացույց պահանջել դատարան ներկայացնել Գայանի Հովհաննիսյանի դեմ իմ կողմից տրված հաղորդման շուրջ կազմված փաստաթղթերի պատճենները։ Սույն միջնորդության մեջ նշված փաստաթղթերն ու տեղեկատվությունը դատարանի կողմից պետական մարմիններից պահանջելը բխում է քրեական դատավարության օրենսգրքի 333 հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումներից։ Դատարանից խնդրում եմ առաջնահերթ քննարկել Մեղադրյալ Գայանի Հովհաննիսյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելու հարցը, որը արդեն իսկ քննարկվել եւ բավարարվեց։ Այսքան։ Այլ ասելիքներ երևին։ Եթե ունեք հարցեր, պատասխան բոլոր հարցերին։ Եթե չասեցիք, իհարկե կոմենտ իրավունք ունեն։ Արտահայտում որ Երենյանը հայտնեց անգամախներ, պարոն Մաթևոսյան, Մի քանի հարց կոնկրետ։ Երենյան, Քանի անգամ սպառնալիքն ինչի՞։ Սպառնալիքը մեկ անգամ, բայց պատիվն արժանապատվությունը նվաստացնելը 2 թե 3, երկուսը հաստատ կար։ Իսկ այդ սպառնալիքը որ ցած է հնչեցրել, դուք հետևանքը նույնն եք համարում, ինչ որ բարձր հնչեցնել։ Իհարկե, արտահայտությունը հնչել է, կապ չունի ցածրազանը հնչել թե բարձրազան։ Հա, հիմա դուք մտավախություն ունեք, որ այդ սպառնալիքը կիրագործվի։ Այո, մտավախություն ունեմ, քանի որ հենց իր հարևանն էլ այս, այսպես ասած, փորձ է ճնշում գործադրել Արման Մանուչարյանը, հենց որ Մեղադրյալի հարևանը, որ եթե ես դատան դիմեմ, ինձ համար գոռ է լինելու։ Այսինքն ինձ համար տհաճ հետևանքներ է ունենալու անցանկալ, միգուցե վնասեն ինձ։ Միգուցե դա չգիտեմ։ Հարևանի գործողությունը ձեզ համաձայնեցված էր Մեղադրյալի Իմ հետ։ կարծիքով, այո, քանի որ հարևանը պետք է իր հարևանի օգնին ինչ-որ։ Ես հարևանը Ջուն հարցեր տալու եք։ մենք միմյանց հարևանական չենք գտնվում, նույն շենքում չենք էլ բնակվում։ Իսկ բառացի նկատի ունեք իրագործվի այդ սպառնալիքը, թե այդ ձև ինչ կարծիք է։ Իհարկե ես չեմ կարող կանխորոշել, թե կոնկրետ ինչ ձևով իրագործվի սպառնալիքը, բայց երկու տարբերակներ չեն բացառում։ Բայց դուք անհանգստություն կազմապարակեցիք։ Իհարկե, միանշանակ։ Լավ, իսկ այդ նույն տագնապ անհանգստությունը առկա է նաև ձեր կողմից քրեական հայց
Հիմա էլ հասնելուց հետո, թե մինչև այդ մինչև այդ էլ արկա, հիմա էլ արկա։ իսկ նույն չափով, թե Այո, ուժգնությունը չի նվազել իմ զգացողությունների այդ վտանգի զգացումը։ լավ հարցեր չէ։ Իրական հասարակություն եք դուք։ Ընդամենը հաղթում սուսում տալու եք, դեռ իրավունք ունեք, ոնց է։ Նախ է ճանաչումը, որ դու ասում ես, բացարձակ իմը չի, այնքան վկաներ կան, գոնե մի խափի, եթե այդքան ասում էիր, որ դու ճիշտ ես, սիրում ես օրենքը լավ ես, ես ժողովրդական լեզվով կասեմ, հարցը լսեք երիկա։ ժողովրդական լեզվով կասեմ, Ենինյան, ես չգիտեմ դու ով ես, չեմ ճանաչ չեն գեր քաղաքացիացը, բացարձակ, ուղղակի տեսել եմ քեզ, մի անգամ կամ երկու, ոյ երկու։ Լավ, Հարցը տվեք։ հարց։ Սուտ ես ասել, ես այդ փայտի բավարշի կապ չունեմ։ Դա հարց չէ, դա ձեր դիրքորոշումն է, մենք ձեր կլսենք։ Նստեք, եթե այլ հարց չունենք։ Պարոն հարցում եք։ Այո։ Այ հարգելի ուժով, կամ եթե ամենասկզբից հայտ դուք եք հազանգի տվել ոստիկաններին եկել, որ տեսանելիք։ Իհարկե, ես եմ աղի, իմ հազանգի հիման վրա ոստիկանների ժամանակ դեպքի վայր, հայտես թե չափակ։ Այդ նպատակը որն է, թե ինչն եք տեսանկարահանում, ինչն եք ուզում։ Արդեն ասացի, ոստիկանների գործողությունները, որ եթե հանկարծ փայտը ենթադրենք լինի 10 կուբամետր, իրենք չարձանագրեն 3 կուբամետր, որովհետև հենց ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներին բազմիցս ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է ԱՊՕ-ի ծառահատումների դեմ պայքար չկանելու եւ թողտվություն տալու համար։ Մտածեցի միգուցե ոստիկաններն են ներքաշված այդ պատմության մեջ։ Դրա համար եմ ես ոստիկաններին տեսագրել, իրանք է տեսնելով, որ ես տեսագրում եմ, դա եթե թափանցիկ էին աշխատում, ինչի դուռը փակեցին ավտոտնայքու, իմ ներկայությամբ ոչ մի գործողություն չկատարեցին։ Ես այստեղ քողարկված միտում եմ տեսնում։ Հենց ոստիկանների գործողություններում։ Ոստիկանությունը պարտավոր է թափանցիկ գործելավոճ որդեգի։ Հանրությունից ոչինչ չթաքցնի, բայց ոստիկանները տեսնելով, որ ես հանրայնացնում եմ այդ ամեն ինչը, նկարահանում եմ անմիջապես ավտոտնակի դուռը փակվեց, ոստիկաններն դադարեցրեցին իրենց գործողությունները։ Ես այստեղ քողարկված միտում եմ տեսնում հենց ոստիկանների գործողություններում։ Լավ։ Այն տեսաձայնագրությունում երբ բարձրանում եք Գայանե Հովհաննիսյանի հետ տան կարելի ասել Աղվանները որ բարձրանում եք։ Դա շենքի նավիվաններն է, իր տան հենց իր լավ շենքի նավիվանները թողին։ Այ միջև այդ ձեր առաջի անգամ բարձրանալը ինչ որ մոտենում եք Գայանե Հովհաննիսյանը դեռ իմ լսելով իմ պատմիոսմա ասում որ ձեր հետ չեք խոսում։ Այ ինչ կասեք։ Դուք ինչ հնչեցրեց, ասեց ծեծեք դրան, տփեք դրան, տղեկով հավաքվեք, տփեք դրան ու ինչ նկատի ուներ, ես հերվից լսեցի դա ու մոտեցա, ասեցի ինչի համար ես իմ բան ասում։ Այդ եմ ուզում հասկանալ։ Կոնկրետ անուն, ազգանուն ասել, այ ո՞նց հասկացա որ ձեր Դե որովհետև այդ ժամանակ ես էի նկարահանում, ինքն էլ քանի որ իր դուրը չեկա, որ ցավագիներ ընդունել նկարահանը, ռեջեպի արտահայտություն հնչեցրեց։ Այսինքն դու Ես ենթադրում դա ես ինձ ձեզ ասել։ Լավ։ Այդ հաշվի առնելով իր կին լինելը ձեր տղամարդ, այդ իրական վտանգը ոնց կարող Այլ անձի միջոցով, միգուցե իր ամուսնու, եղբոր ընկերոջ, չգիտեմ, հարևանի, որ ձեզ վնաս կպատճառի։ իհարկե, քանի որ հենց իր հարևանն էլ դա բարձրաձայնեց, որ եթե ես դատան դիմեմ, ինձ համար գոռի է լինելու։ Այդ ձեր ասածը հենց ծապի սուները չէ ոնց խորելու։ Թե դրանից հետո Ոչ, հենց իմ նկարահանելու ժամանակ այս Արման Մանուչյանը այդ հայտարարությունը անում։ Լավ, այդ ժամանակ այսինքն ռոպեների հարցավոց պետք է փող համաձայնեցնեին կայանելու ձեր նշած անձը Արմանը, որ չգիտեմ, իրար հետ են կապում են։ Նա առանձին անձ այսպես ասած իր դիրքորոշումն է հայտնում խեք Միգուցե իր հարևանին է պաշտպանել իր արտահայտության։ Այսինքն հերի ձեր ենթադրությունը։ Իմ կարծիքը։ Դուք իրական եք համարում, Իհարկե, որ ձեզ ինչ որ ձեր առողջությանը վնաս կպատճառի։ այո։ Չունեմ դարձ։ Այսինքն ձեր դիրքորոշումը այդպես է, որ վաղ հա ինչ-որ տարնալ նման անհանգստություն ես ինչ-որ ֆիլմը կա զգացողություն կա։ Իսկ դեպքից հետո կասեցեմ դու տարածքում եք, չէ՞ մենակ երևի։ Հանդիպում եք միմյանց, երբևիցե հանդիպել եք օրինակ փողոցում ասնելուց կամ չեք հանդիպել, երբևիցե նկատել եք ձեր տան մոտ ինչ-որ արտասովոր, չգիտեմ, անծանոթ անձինք կլինեն կարող է վերագրել մեղադրալի գործողությունների, բայց որ հաստատապես պնդեն, որ
մեղադրյալի կողմից ուղարկված մարդիկ են, որպես ինձ գաղտնի հետևեն, իհարկե չեն կարող ասել, բայց անձանոթ անձին բազմիցս նկատել։ Այսինքն մեղադրյալի հետ ճիշտ ասեմ, որ առնչվել եք այդ օրը, որպես այդպեսին երբ որ սենց նրանց միջև ինչ-որ խոսակցություն ա եղել, կամ այդ բարեր արտահայտություններ այդ օրվա հետ կապված ա եղել։ Ոչ դրանից առաջ, ոչ դրանից հետո որևէ շփում չեք ունեցել, չեք ունեցել։ Դուք նշեցիք, որ եղել է մեկ արտահայտություն սպառնալիք վիզիտ կգտրեմ արա, ճիշտ հասկացանք, այսպես եք դուք վիզիտ կփոկեն վրիցդ արա։ Վիզիտ կփոկեն վրիցդ արա, կփոկեն վրիցդ արա, սա այդ արտահայտություններ եղել եւ ասացիք, որ 2 կամ 3 անգամ ձեզ հայովել է։ Այո, պատիվն արժանապատվությունը նվաստացրել է հայրենի միջոցով։ Տեսանյութով նույնպես փաստվեց, դատանում հետազոտված տեսանյութ։ Մենք տեսանյութը հետազոտեցինք, տեսանյութը կա, կողմեն դիզիկրոշները կներկայացնեն տեսանյութի վերաբերյալ։ Ամեն դեպքում դուք նաև մեջբերել եք վիճակագրական համապատասխան որոշում եւ գտնում եք, որ այս արտահայտությունը վիզիտ կփոկեն մարա ամբողջությամբ տեղավորվում է վիճակագրականի համապատասխան որոշման սպառնալիքի այդ հասկացության մեջ։ Ուժովի սուբյեկտիվ ընկալումը պետք է հաշվի առնվի առաջնահերթ։ Դուք շատ լավ իրավաբանություն գիտեք, ուղղակի փորձել նաև ձեզին ստանալ տեղեկատվությունը։ Ամեն դեպքում դուք արձանագրում եք, որ ամբողջությամբ ներառնվում է իհարկե սպառնալիքի, այս սպառնալիքի մեջ։ Վահիկ Մխիթարյանի վերաբերյալ Իսրայելի նախագծը։ Հրապարակեցիք այդ որոշումը։ Դատական ակտը։ Եթե ավարտեցիք փաստաթուղթը վերադարձեք դատարանին, քանի որ գործի նկատի ասեմ, որ հարգելի դատան այդ հրաշող տղան, որ փայտանյութը բերել է, այդ ավտոտնակով հետո դուրը փակեց, այդ շենքում չի էլ բնակվում։ Դա կարևոր հանգամանք, այսինքն տրամաբանական է, չէ՞ որ ինչ-որ մեկի համար նախատեսված է եղել այդ փայտանյութը։ Ինքը այդ շենքում չի բնակվում, դրա մասին կարող են փաստել նաև ոստիկանները։ Այսինքն իսկապես տրամաբանական է, որ ինչ-որ մեկի համար նախատեսված է եղել։ Նաև իմ ունեցած տեղեկություններով կարծեմ Եղևնին չի թույլատրվում հատել։ Իսկ իմ նկարահանած այդ ծառատեսակը ինքը Եղևնի տեսակ, ինքը շինանյութ է համարվում։ Դրա հատումը կարծեմ արգելված է օրենքով, չի թույլատրվում։ Դա հենց Եղևնի է, եթե փայտից բան եք հասկանում, տեսանյութում երևում է, որ դա Եղևնու մեծ հատված ծառներ է ու թարմ ծառներ, ոչ թե ինչ-որ փտած կոճղ ա եղել բան, օրինակ պետությունը թույլատրում է սոցիալապես անապահովներին եթե նպաստավոր են բան, թույլատրվում է թափուկ հավաքել, թափուկը որը որ քամատապալ ծառներ է, քամուց տապալված կամ փտած կոճղեր, ծառի ճյուղեր, նման բաներ թույլատրվում է թափուկի տեսքով հավաքել, բայց այդ ինչ տեսածը, դա թափուկ չէ։ Դա ինքը թարմ հատված Եղևնի է։ Այստեղ կոռուպցիոն ռիսկեր կա, հնարավորինս անտառապետի թույլտվությամբ է եղել։ Ես արդյոք մինչև վերջ գնալու եմ։ Այդ թեմայով մոկես այդպեսին կցանկանայի որ դատարան գրել հիմա զուտ այս դեպքին կապված այլապես իրապայթում եմ Եվրոդատարան գանգատ ներկայացնելու ընթացքում։ Պազր, դե վերադարձեք փաստաթուղթը որ դատարան ձեզ տրամադրեց, քանի որ ձեր ցուցում որ վերդիմն է։ Միշտորություն երենյա։ Շատ լավ։ Նստեք։ Դատարանը ավարտեց ժուրնալիստը։ Հարցը առաջացավ։ Շատ լավ, Երինա, պաշտպանության կողմից հարց առաջացավ, որովհետեւ պատասխանեք եւ ավարտեք։ Հարգելի դուժող, դեջակ եք ի վերջո ձեր հանձնանքով են այդ ոստիկանները եկել, փորձ հարուր նախաձեռնվել։ Տեղեկություն չունեմ, ինչ որևէ կառույցի չեն կանչել գործով։ Դա կապված ոչ։ Նույնիսկ ոստիկանները տեղեկանքեր չեն կազմել իմ մահազանգի հետ կապված, որը պարտավորված է։ Եկել են միանգամից հաղորդում են ընդունել, բայց պետք է եթե ՕԿԿ հազանգ է տալի քաղաքացին օպերատիվ կառավարման կենտրոն, պետք է տեղեկանք կազմի ոստիկանության ծառայողը հազանգ տված քաղաքացու։ Դուք տեղեկատվություն չունեք։ Միգուցե մերժել են կոչկել են, ինչ իմանա, եթե մերժել են, դա չի նշանակում, որ ամեն ինչ օրինական է։ Հնարավոր կոչկել են, որովհետև նորից եմ ասում, տարիներ առաջ ոստիկանությունը ինքը հենց Ստեփանավանի բաժինը թաթախված է եղել ԱՊՕ-ի ծառայողների թողտվություն տալու մեջ, որը ԿԳԲ-ն ազգային անվտանգությունը մի քանի ծառայողի վնասազերծել, ձերբակալել եւ միջով օրս է դատել գնումա։ Մենք չի որ ոստիկանները տվյալ պարագայում շատ մաքուր էին աշխատում, էլի։ Իհարկե ես մեծ հարգանք ունեմ ոստիկանների ասեն, այնպես չի որ ես վարկաբեկում եմ ոստիկանական համակարգը, նման բան չկա, բայց եթե կա բաց թողում, կապ չունի կողմից է թույլ տվել, ոստիկան լինի, քաղաքացի լինի, դա պետք է պատշաճ իրավական գնահատականի արժանանա։ Նույնիսկ եթե կա, ես էլ կատարեմ ապօրինություն, ես կողմնակից եմ դրա համար ինձ հարգելի դուժող
հասկանալ մեկ հարց է տամ ու վերջացնենք այն հիշեցիք որ Մեղադրյալը ձեզ ասել է վիզը դրայից է տպոգի եմ արավ այ ըստ ձեզ հենց կոնկրետ ինքը ինչքան է նման ցանկություն ունենար կար դա գործներ այսպես ասած Ինչ աներ կար կատարել օրինակ նայեք Մեղադրյալը գիտի իմ բնակության վայրի հասցը ենթադրենք ես էլ սիրում եմ երեկոյան ժամերին հեծանիվ վարել գիշերները երբեմն լինում է շատ ուշ եմ տուն գալի որտեղ ամեն օր մոտ 30-40 կիլոմետր հեծանիվ եմ վարում հնարավոր է հեծանիվով տուն գալու ճանապարհին ինչ-որ միտեղ թեկուզ մեր շքամուտքում թաքնված լինի կամ ինքը կամ այլ անձի միջոցով Չէ, այս հարցը դրի կոնկրետ Հա, ես դա հնարավոր համարում եմ երեկոյան ժամերին եթե ես տեսանելիությունը աղոտ լինի երեկոյան ժամերին իհարկե հնարավոր նաև անձամբ ինքն էլ դա կարողանա կատարածել իր սպառնալիքը Դա Ես այլացնեմ այդ բառացի վիզը փոխելու ձևով թե այլ ձևով Դե կարա գրիպով կտրի ածելու սայրով կարա վիզը կտրի Երեկոյան մտության շղարշի ներքից օրինակ պարտադիր վիզ կտրվի որ այդ իրագործի թե այլ ձևով Այլ ձևով կարա դանակը կողքի սյուրտս օրինակ աշտաբեր տեղավ ինչ-որ մի տղամարդու սպանեց տարիներ առաջ Որտեղ մեր թաղամասը մի քիչ հանցագործ թաղամաս է, ինձ ձևամարդ ասես դա։ Նստեք երեկան։ Ծերասակնություն դատան համարվող։ Կազոքի կանեք, ստիկի նոյասան դատանը ձեզ պասաբանում է մեկ անգամ եվս, որ դուք գարելու իրավունք ունեք, սակայն եթե ցանկություն եք ցուցմունք տալու, դատանը պասաբանում է, որ ձեր ցուցմունքը կարող է կարգել որպես ապացույց։ Միաժամանակ պասաբանվում է, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 504 հոդվածով սահմանված կարգով սուտ ցուցմունք տալու դեպքում նախատեսված է նաև քրեական պատասխանատվություն։ Բազ է։ Այս բանը չունեմ վկաներ։ Ինչպես Այս բանը չունեմ վկաներ, ցուցմունք տալու վկաներից հետո խնդրեմ։ Այս բանը ցանկանում եք դրություն պատանել, թե ցանկանում եք միակ հարցեր իրար։ Չէ, արդեն ամրացած դժվար է հարցակնություն։ Վկաների ծանուցվելու են հաջորդ դատարանից։ Մենք համակցάμε շորցապրոն կքննարկել։ Մադարցան դերերը չի որոշել։ Սույն փորում մեղադարձ ցանկանում եք ցուցմունք տալ, թե ոչ։ Այս բանին ոչ, հարգելի դատան, քանի որ հասկանալու համար կոնկրետ պաշտպանական կողմի հետ հայր անձին կարող են հարցակնվել, հնարավոր է փոխվի քոշմը պաշտպանյալը ցուցմունք տա, բայց այս բանին իր հայտն անցնեն դեր, նոր որ ինքը Դա է ցանկան կապված հավոր նոր հարց բարձրացրեց է։ Բարձր, այսինքն մեղադյանը տվելով լրելու ямքին սույն պայծությամբ հնարավոր է ցուցմունք տալ։ Ազանապես որ սահմանական իրավունքն է լրելու ямքից, հետևաբար մեղադյանը տվեց լրելու ямքից։ Հետազոտման ենթակապացում հենց ապալերացնելու այլ ապացուցողական գործողություններ կատարելու վերաբերյալ այն միջոցություններ Երևան դուք բացեցիք նշել եք նաև դիմում եք ներկայացել դատարանին մանրամասնեք ինչ գործողություններ պետք է կատարվեն ինչ անձինք եք որ հասարակության ենթակա են տվյալներ առանձնանում բնակության հասցեին Իհարկե ես միջնորդեցի արդեն գրավոր, պնդում եմ դատարան ներկայացված իմ գրավոր միջնորդությունը, նաև քրեական հայցում ներառված իմ միջնորդությունը խոսքը վկաներ հրավիրելու դատարանի կողմից ապացույց պահանջելու ավելի կոնկրետ է ըստ էական Նշել եմ սա, այսինքն էլ հանգիստ չեմ հիշում ես, նոր հրապարակի միջնորդության մեջ կար էլի, եթե միջնորդության մեջ եմ նշել Պարտության հայցակնումը ձեզ մոտ արկա է, երբ հայցակնումը կա ոստիկանության աշխատողներին ասեք կանոն ազգան հայրացում Բախշո Մարիկյան, Մանվել Մելքոնյան Այդ կարելի է ոստիկանության Ստեփանի բաժնի ասել Բախշո Մարիկյան, Մանվել Մելքոնյան նշված Մանվել Մելքոնյան նշված անձինք այն անձինք են ովքեր որ դեպքի վայրում երևում են այս անձինք են Այո Այսինքն գտնում եք որ նշված անձինք տեղեկություն ունեն Զսել են ասինքն համ սպառնալիքը համ էլ հայվոյանքների ոստիկանության աշխատակիցներ Այո Ստեփանովանի բաժին, չէ՞։ Հասկացա Մյուս վկաները Մյուս վկաները միջնորդության մեջ նշել եմ մի վկա Պետք է ձեզ հրադարձում որպեսզի ավելի մանրամասն եւ հստակ Սուրեն Բախուդարի Չգիտեմ ինչա, Հրայր Երեմյան, Այդ տեսանյութում երևացող հիմա այս անձանցը կգամ միջնորդում Սուրեն Բախուդարի Պապոյան Դա Սուրեն Պապոյան, Բախուդարի, այո Հաշվառված է բնակվում է քաղաք Ստեփանավան, Աշոտաբերդ, շենք 10 բնակարան 4 հասցեում Հաջորդը Հրայր Երեմիթունյան
Հաշվառված է բնակվում է քաղաք Ստեփանավան Աշոտաբեր թաղամաս, շենք 12 բնակարան 14 հասցեում, մյուսը Արման Գագիկի Մանուչարյան, հաշվառված է բնակվում է քաղաք Ստեփանավան Աշոտաբեր, շենք 9 բնակարան 3 հասցեում, Կենտրոնաշող տղան է դարձել մեղադրյալը հաստատապես գիտի ինքնությունը, որ Եղինա, մենք ձեզ ենք Միշտ նյութեր ես ուզել։ Մենք անձանց հարցակրթության կանչելու վերաբերյալ միշտորություն երկուսը ոստիկանության աշխատակիցներին ըստ ձեզ ովքեր գտնվել են նշված ժամանակի վայրում, մյուս 3 անձին քաղաքացիական անձինք են, ովքեր որ նույնպես գտնվել են դեպի վայրում երևում է, հա, բոլորի դեմքը երևում է։ Բարձր, այս 5 անձին շարունակեք։ Դե նյութեր էին ուզում, բայց սխալը ոստիկանության բաժնի քննչականից Քննչականից են գրել։ ոնց որ բաժնից է։ Հաղորդմանկից ոնց է։ Քննչական բաժնից։ Հա, քննչական։ Մյուսը դատանի միջնորդում է մապասուց պահանջը, թվում դատայով քրեական դատավարության ուզելքի գործվածներ 333 գործվածի 4 մասում անելված իրավակարգավորումների թվում դատայով միջնորդում է, որ դատան մապասուց պահանջի Ստեփանավանի քննչական բաժնից, անի որ ես հաղորդում եմ տվել ոստիկանության Ստեփանավանի բաժնում, հաղորդման շուրջ կազմվել են որոշակի փաստաթղթեր, միգուցե տեղեկանքներ, զեկուցագրեր, գրություններ, որոնք հաղորդմանակից ուղարկվել են քննչական բաժին։ Եվ քննիչը խուլիգանության հանցակազմով վարույթ չի նախաձեռնել, հնարավոր է այդ փաստաթղթերում, որը քննչական Ստեփանավանի քննչական բաժնի իրապետության ներքային գտնվում, հնարավոր է տեղեկություններ պարունակվեն նաև իր կողմից նշված դատան հրավիրվելու ենթակա վկա այդ թրաշող տղայի ինքնության վերաբերյալ, որ հենց այդ փայտանյութը բերել է։ Հիմա ձեր միջնորդությունը պետք է ունենա կոնկրետ նպատակ եւ նշանակություն ունենա սույն վարույթով համապատասխան դատական ակտ կայացնելու։ Դուք ներկայացրել եք դատարանին փաստաթու, որտեղ որ փաստում է արդեն հետազոտվեց, որ խուլիգանության հանցակազմի վերաբերյալ դիրքորոշում եւ 54 փոքրացում նախատեսված հանցակազմի վերաբերյալ դիրքորոշում։ Քննիչը այդ եզրահանգմանն է եկել։ Հիմա բացի դա ուրիշ ինչ հանգամանքի վերաբերյալ է։ Չէ, այնտեղ հնարավոր է ոստիկանությունը կողմերի հետ ունեցած լինի, այդ դեպքի պահին ականատես եղած անձանց հետ ունեցած լինի հարցազրույց եւ տեղեկանք կազմած լինի։ Այդ տեղեկանքի մեջ նշված է այդ անձինք ինչ են հայտնել դեսուն դեպքի հենց դատարանը քննող դեպքի վերաբերյալ։ Դեպքի կապ, այո, իհարկե։ Դեպքի կապված ինչ տեղեկություններ են հայտնել, նաեւ նրանց անուն ազգանունները, հասցեները, ամբողջությամբ նշված է։ Այսինքն նշված անձի ինքնությունը բարձելու ուղղությամբ է վերաբերում ձեր միջնորդությունը։ Ոչ միայն, այլև սույն գործի համարայական նշանակություն ունեցող հանգամանքներ բարձրելու, որովհետև ես այս բանը չգիտեմ ինչ է նշված կոնկրետ, բայց գիտեմ, որ այս դեպքի հետ կապված է նշված, բայց կոնկրետ ինչ բովանդակությամբ, դա տեղյակ չեմ, դրա համար ոստիկանությունը պահանջի։ Всё։ Այդքան է, նստեք։ Դուք վերադարձած դատարանին կենտրոնի միջնորդության օրինակը որոնք տրամադրել էր։ Պարոն Մաթեոսյան, դուք Ես միանում եմ պատվարժան դատարան գտնում եմ, որ պահանջող փաստաթղթերում, փաստաթղթերի վկաները դա ակնհայտ է ներկա են եղել դեպքի ժամանակ, ենթադրյալ դեպքի ժամանակ կարող են գործի համար նշանակություն ունեցող կարող տեղեկություններ հայտնել վկաների մասին։ Ինչ վերաբերում է փաստաթղթերի պահանջելուն պատվարժան դատարան այնտեղ հաղորդումը ներկայացնելուց հետո հեռախոսագիր լրացվում, որոշակի տեղեկություններ են ճշտում, որ դեպքերում սույն գործի գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ հնարավոր է այդտեղ պարունակել այդ տեղեկությունները։ Հետևաբար գտնում եմ, որ միջնորդությունները հիմնավոր Պաշտպանության կողմնալ։ Կանեի մասով հարգել դատանցում ձեր հայցությունը, մենակ ճիշտ հասկացա այդ փաստաթղթերի պահանջելու հետ կապված, որ զուտ է հրաշող տղայի ինքնությունի հայտարարն է։ Չէ, ընդհանուր երկնալը եւ դա է փաստում եւ դա է փաստում է, որ ամեն դեպքում հաղորդման ներկայացել հասկանան, թե այդ հաղորդման վերաբերյալ եթե փաստաթղթեր կազմեն, ապա կծվի գործեր կապված է։ Ասեցուն է մեղադարը նույնպես դատարանը այսպես քննության առնելով դժոխոմի ներկայացած միջնորդությունը Բախշո Մանուկյանին, Մամեր Մերկոնյանին, Սուրեն Պապոյանին, Լևոն Շունյանին եւ Արման Մանուչյանին դատարան արձակության հրավիրելու վերաբերյալ գտնում է, որ դժոխոմի ներկայացած մտումների բավարարին արձանագրելու, որ նշված անձինք կարող է վարչական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ հայտնել տեղեկատվություն, հետեւաբար որոշում է նշված անձանց արձակության կանչելու վերաբերյալ ուղարկել ծանուցումներ։ Ծանուցումներ կուղարկվեն
Երնյանի կողմից մատնանշած հասցեներով իսկ ոստիկանության աշխատակիցներին քվարկի ոստիկանության համապատասխան ստորաբաժանում նշված անձանց ներկայություն ապահովելու համար միաժամանակ դատան արձանագրում է, որ տեղակայություն ու տեղակայ տեղեկատվություն Երնյանի կողմից քննչական մարմին դիմելու վերաբերյալ վերջնական այդ արձանագրությունը, որ կազմվել է, այնուամենայնիվ դատանը նաև գտնում է, որ արձանագրությանը մինչ արձանագրությունը վարույթում կարող են լինել որոշակի փաստաթղթեր, որոնք վերաբերելի կարող են լինել նաև գործի համար, ուստի որոշում է դիմել իրավասու մարմին Երնյանի կողմից ներկայացված հաղորդման վերաբերյալ կանոնված փաստաթղթերի պատճենները տրամադրելու վերաբերյալ։ Նշվածով պայմանավորված դատարանը որոշում է դատական նիստը հետաձգել, հաջորդ դատական նիստում բոլոր 5 վկաններին ծանուցելու առարկություն ունեն։ Ոչ, բոլոր 5 վկաններին ծանուցել հաջորդ դատական նիստը։ Ես նախատեսել եմ արդեն նախորդ նախատեսել եմ վկաներին ուղղելիք իմ հարցադրումները, կարծում եմ յուրաքանչյուր վկայի հարցաքննությունը կարող է տևել նվազագույնը 40 րոպեից մինչև 1 ժամ ամեն մի վկայի հարցաքննությունը, հետևաբար իմաստազուրկ կլինի այս փուլում բոլոր վկաներին ծանոթացնելը, որովհետև ակնհայտ է, որ մեկ դատական նիստում հնարավոր չէ բոլոր 5 վկաներին հարցաքննել, քանի որ իմ հարցադրումները բազմաբնույթ են, բազմաթիվ հարցեր ունեն, այսինքն հարցաքննությունը երկար է տևել։ Պարզ է, Երնյանը նախատեսենք յուրաքանչյուր դատական նիստում հարցաքննել առնվազն 1 կամ 2 վկա։ Դատարանը ավելի երկար ժամանակ նախատեսի հաջորդ դատական նիստում, որպեսզի իրականացնեն հարցաքննությունները, հետևաբար բոլոր վկաներին հարցաքննության կանչերովի կողարկվի ծանոթություններ։ Իսկ Ստեփանավանի քննչական բաժինը ինչ փաստաթուղթ ձեզ տրամադրեց, պատճենները ինձ ուղարկեք, ես ուզում եմ ստանամ դրանք։ Դատարանի տրամադրության տակ հայտնվելու դեպքում կտրամադրի նաև կողմերին։ Այսօր դատարանը որոշում է դատական նիստը հետաձգել։ Մարտի 11-ին ժամը 14:00-ից կարող ենք մինչև օրվա վերջ աշխատել։ Այդ օրերը արդեն դժուր, ես 4 սատ արդեն 16-ին օրվա երկրորդ կեսից սկսած կարող ենք ամբողջ մինչև օրվա վերջ աշխատել։ Մարտի 16-ին ժամը 14:00-ից սկսած։ 14-ի Ձերվաշորձերոսոյն նիստ կա նշանակված։ Որքան կտևի նիստը։ 2-3 ժամ առնվազն 3 մեղադրյալի պետք է հարցական։ Երնյանը առարկություն ունի, որպես սանի բացակայությամբ շարունակվի, թե գտնում եք որ պարտադրությունը պարտադիր 17-ին օրվա երկրորդ կես խնդիր չեմ տեղ։ Չէ։ 18-ին Օրվա երկրորդ կես ասել։ 19-ի մեկ երկրորդ։ 19-ին չէ Երևանում։ 18-ին Երկրորդ կես տեղ չնես։ Երկրորդ կես չէ։ Մարտի 20-ից հետո։ Իսկ 18-ին օրվա առաջին կես, Առաջ կես 11-ին դիսկ նշանակված։ մարտի 20-ին օրվա առաջին 4 սատ։ 20-ը չէ։ 23-ին 23-ը։ օրվա երկրորդ կես։ Չէ, 4:00 նիստ։ Շատ արդեն ժամանակային առումով 23-ին 11, 12։ Չէ, 23-ին ճարերը պետք է ասենք, չէ՞։ 24-25 այլևս ստումար 24-25 շուտ ունեք Ադրբեջանի սպորտատորության։ Ես տեղ չունեմ։ 26-ին Երկրորդ կես կարող։ Չէ 26-ին երեքանց կես նիստ կա նախատեսված մինչ այդ Առաջին ազատ։ Ազատ։ ձանձան։ Չէ, առաջ կես բանացին։ Սարսափելի։ 27-ին Ստացվեք այս երկուսը շատ ածանական այս նոմը։ Սարսափելի 4 սատ նիստ կա։ 27 համապորցորն ազատ։ 27 30-31 նայք։ 31 հարմար։ 30-ը օրվա առաջի կեսը։ Առաջ կես։ 30 Մինչև 14-ից 30-ին ժամը 10-ից մինչև 14:30 աշխատում։ Ժամը մեկից ուշ է։ Չէ, ուշ ունենաք, ասեն ժամանակ չեք ունեն, ինչ ուշ։ 11-ից մինչև 2 սատ։ Դանացողի փող։
Սեփական Վանաձորից էլ սպիտակ։ Այդ ժամանակ մենք նա եթե մենք ուշ ենք նշանակում, որ նշանակում ինչ չեն կան։ Առավոտյան շուտ իստում որ դուք կուներա ոչ չկա։ Սպիտակ։ Չեմ կարծում որ Ստեփանավայրը Ստացիները չեն գալի, կարող է վճարես։ Ես այդպես չեմ գալի։ Առավոտյան ժամը 10-ին կնախատեսենք աշխատանքները։ Դատանը որոշում է ամսի 30-ին չեք կողմերի մոտ պաշտպանների Մինչև ասենք 14:30 Վանաձորից։ Հա, 10-ին մինչև 2-ից կես Մարմաթևոսյան 4 ժամ կեսն այս բավականին ժամանակ է օֆիսի աշխատում։ Այսօր դատանը որոշում է դատական ստետացիքեր եւ միանշանքեր 2026 թվականի մարտի 30-ին ժամը 10:00-ին։ Դատականիստի վայրի ժամանակի մասին կծանոթվեն նշված 5 վկաները։ Դատականիստը հայտարարում է փակված։ 30-ին, չէ, 31-ին չէ։ Այո, 30-ին ժամը 10-ին։ Ստեսունից, բարձր։